Ուրեմն ծիվանտագուր շիչետնյա շիշա ամրիտա մենք տեսել շարունակում ենք քննարկել հոգևոր ճանապարհի սկզբնական շրջանի օրինաչափությունները։ Հույսով եմ, որ կամաց պատկերացում ենք կազմում, չէ՞։ Ասենք ինչի վրա մարդը պիտի ուշադրություն դարձնի, ընդհանրապես հատկապես թե հոգևոր հասարակությունը ինքը իր սկզբունքների վրա հավաքվի, ինչի համար, որովհետև գլխավոր գաղափարը ինքը կայանում է նրանում, որ աշխարհիկ մարդկանց հարաբերության արդյունքը եւ հոգևոր մարդկանց հարաբերության արդյունքը պիտի լինի տարբերվող։ Եթե ինքը չի տարբերվում, դա մենակ մի բան է նշանակում, որ այդ հասարակության մեջ զարգացած հոգևոր մարդիկ ոչ չկան։ Որովհետև զարգացած հոգևոր մարդիկ ունեն հարաբերվելու ուրիշ մշակույթ։ Այն մնացած ամեն ինչը աղանդավորությունը չի գվեց։ Ինչ-որ անկապ խոսակցություններ է։ Եթե կենթանիակը ինքը լուրջ զբաղված է հոգևոր առաջընթացով, իսկ հոգևոր առաջընթացով զբաղված լինելը նշանակում է զբաղվել սեփական հոգու ապրման պրոցեսներով, չէ՞։ Եթե այդ պրոցեսը գնում է, տեսեք, տրամաբանություն է, չէ՞։ Եթե մարդու մեջ մաքրագործման պրոցես է, ինքը պիտի փոփոխություններ չի։ Եթե մարդու մեջ փոփոխություններ չկա, այսինքն անկախ նրանից ինքը 1000 շրջան մատրայա կրկնում, 2000 լեկցիա լսում, գլուխն պատերով տալիս, թե գետին է տալիս, ինչ անում, ոչ մի կապ ունի, 100 հատ մոմ ավարում, միլիոն հատ, եթե իր մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, դա նշանակում է, որ շո, ինքը հոգևոր մարդ չի, վերջ, հասկանում եք, այդ ամբողջ խաղերը, որ ինչ-որ մի բանը կարող է մնա նույնը, չէ, այդ նույնը ինքը կարելի է հանդուրժել, լավ, այսպես էլ որ սեզ լրի ձեզի փեշքաշ մի տարի, ոչ ապել, որտեղ մի տարի ապետք, ժամանակակից մարդու համար, մի տարի ապետք, որ ինքը հոգևոր կյանքում լրջանա, ու լուրջ սկսեց մահավել, չէ, հիմա, եթե մարդը ինքը լուրջ հոգևոր կյանքով զբաղվում է, ինքը ամեն օր իր մեջ պիտի փոփոխություն զգա, ու դիմացի մարդիկ էլ պիտի իր մեջ լավ, եթե գոնե ոչ ամեն օր, գոնե շաբաթը մի անգամ զգան, որ ինչ-որ մի բան, այդ մարդու մեջ փոխվում է դեպի լավը։ Հասկանում եք, եթե հարաբերվելու մշակույթի մեջ ոչ մի բան չի փոխվում, ուրեմն հոգևոր առաջընթաց մարդը չունի։ Հիմա տեսեք, դրա համար է, որ բացի յոգայի մեջ, իրականում ասել կրոնականության մեջ, այսպես ասենք, այն ինչ-որ հասարակության մեջ աղանը մարդը, չէ, կրոնականության մեջ ինքը հոգևոր շփումները իրանք շատ կարևոր են։ Ինչի համար, որտեղ այդ հոգևոր շփման ժամանակ մարդը ինքը կարողանում հասկանա, ինքը ընդհանրապես առաջ գնում է, թե ինքը առաջ չի գնում։ Հասկանում եք։ Ասենք իմ են հինաշակերտներ իրան գիտեն, ես միշտ պատում եմ իմ առաջի պատերազմի ժամանակ, մենք մի պահ գնացել էինք Կալինինո, թուրքերի բաներ կային, գյուղեր կային, որ ազատվել էր, գնացել ենք ինքը, կարելի ասել կոպեկներով 2 հատ տուն էինք վերցրել, դենց այդտեղ աղջիկները առանձին են մնում, տղաները առանձին են, լավ մեծ հողամասներ էր, դենց բլոկ գյուղ չէր։ Ու մենք այդ ժամանակ, ասեց, օրը 2 անգամ լեկցիա ենք առավոտ եկացանք, այդ բոլոր առավոտությունները արեցինք, նստեցինք, լեկցիա լսեցինք, գնացինք մարդայելար գործին։ Երեկվանով գաշնով ինչ-որ պետք է հողամաս մասակ վերջացեցինք, եկանք, նստեցինք, լեկցիա լսեցինք, գնացինք քնելու, չէ։ Այդ ժամանակ ինքը այսպես էլի, առավոտը վեր էիր կենում, զգում էիր, որ այն չես ինչ-որ երեք էիր։ Առավոտվա լեկցիա լսում էիր, երեկվան լեկցիա լսում էիր, գնում էիր պարկելու, պատմում էիր, զգում էիր, որ այն չես ինչ-որ առավոտն էիր։ Իրականում ասեք, վիդեալ է այն կատարելգության մեջ, չէ։ Օրինակ ասենք, դուք ապահովված եք ամեն օրվա դասախոսությամբ, չէ։ Հասկանում եք, այդ ամեն օրվա դասախոսությունը ինքը ամեն անգամ ինչ-որ մի բանի մասին է, չէ։
ինչ-որ մի հատ ոսկոր տեղը գցող է, չէ՞, ներսից։ Այո, ոնց կարող է այդ սա դուրս ընկած ոսկորներով մարմինը ամեն անգամ մի բանը տեղն են գնի, որ էսի ոչ մեկի չնկատի։ Այս բանն հնարավոր է։ Հնարավոր չի, չէ՞։ Եթե էդի հա նույնն է մնում, էդի նշանակում է գիտելիքը ինքը ռուսադասման ուղղոթիտ մի մնուշեք։ Գնաց են ու գնաց էսի չի լսել։ Մարդը ինքը այդ ինքը սենց բա հիմա իմ համար էդի սենց մի հատ հատուկ բան է, որտեղ էդի ինձ համար հայտնագործություն էր։ Իմ մոտ իմ գիտելիքի մեջ տենց ստացիա չկար էլի, որ կարելի է լսել և լսածը արհամարել։ Իմ մոտ այդ ստացիա չկար, էդից հետո հետագայում երբ որ սկսել եմ աշակերտներ ընդունել, նոր եմ բանալել, որ այսինքն երևույթ կա, որ մարդիկը կարող է 100 տարի լսի, ու իր սիրտը մի անգամ հենց իսկականից չազդվի էլի, դրանից ինչ-որ ինքը լսում է, հասկանում եք, հիմա, այսինքն այդ շփումների մեջ է, որ մարդը ինքը կարողանում է հասկանալ, ես միշտ այդ սիմպտոմը տալիս եմ, չէ, մարդիկ իրանք համարվում են սկսնակ հոգևորականներ, եթե երբ որ իրանք հավաքվում են, իրանք իրար հետ ոչ մի հոգևոր բանի մասին չեն կարողանում խոսալ։ Հասկանում եք, դա ինքնըստինքյան նշանակում է, որ գլխի մեջ ոչ մի հատ ինչ-որ պրասվիտլենիա այդ կոչվածը չկա, որովհետև հոգևոր մարդը ինքը երբ որ այդ պրասվիտլենիաները ունենում է, ինքը դե չի կարա իրա մեջ պահի, ինքը երբ որ նվիրալների հետ շփվում է, ինքը լինում է ուրախ, զպետ պրասվիտլյանի հասկանում եք, լուսավորված, ինչ-որ գաղափարներով ոգևորված, լուսավորված վիճակ ունենում, երբ որ ինքը գալիս ասում է, գիտես, որ ես բիշի բան էի կարդում, այնտեղ այսպես բաներ ասված, ես ինձ ես եմ հասկացել, եմ անայլ ասում, հա գիտես, ես ինչ եմ հասկացել, որտեղ նույն հոգևոր շփում։ Ամեն մեկը ինքը իրար հետ փոխկանալցին взаимодействовали։ Հարաբերվեցին, հոգևորով։ Երբ որ մարդիկ իրար հետ հանդիպում են ու հոգևորի մասին չեն կարողանում խոսալ, սանսկրիտ դա կոչվում է կանիշտա աթիկանի նվիրալ, այսինքն նյութապաշտ հոգևոր մարդ։ Հասկանում եք, դա ամենանորեկները։ Էդի ամենանորեկներին է կարելի ներել, ոչ խանդուրժել էլի, ոչ թե ներել։ Խանդուրժել կարելի ամենա, որ նշանակում է, որ այդ նորեկը մարդու մեջ մեկա, գիտակցության մեջ տենց է ստացվում, վա ինքը 30 տարի է հոգևոր մարդու մեջ։ Մարդը ինքը կարող է 40 տարի լինի հոգևորի մեջ և լինի սկսնակ։ Որտեղ մի հատ հոգևոր ծալք իրա մեջ չի։ Հասկանում եք, թեկուզ ելնում են հոգևոր կյանքին համապատասխան բոլոր սովորությունները։ Հիմա, Կատինո Թագուրը ինքը մեզ հետ հիմա քննարկում է, թե ընդհանրապես ոնց է ձևավորվում այն ինչ-որ կոչվում է ներքին հոգևոր կյանք։ Այսինքն, երբ որ անձնավորությունը ինքը իր ներսից փոփոխություններ անում, չէ՞։ Ոնց այդ ներսից փոփոխությունները ընդհանրապես քննարկվում, որովհետև ասենք, հիմա մենք կարող ենք տեսնել, չէ՞, սա կամաց արդեն մտակեց սկզբունքների մեջ, բոլոր էդ եք մտածելու, ասում եք, իսի մի բան ու ժահրտակից մարդկանց մեջ սենց որակներ չկա։ Ժամանակակից մարդիկ հատկապես էս ազատության դաշտում առավոտից իրիկուց զբաղված են մենակ կարիերայով, փառքով, այդ Instagram բան այդ ամեն ինչի մասին է, TikTok, էդ ինչի մասին է, մենակ մի բանի մասին, չէ, որ մարդը սենց ուզում է գոռա, смотрите, я есть. Лав, хорошо, Балам, ты есть. Ինչով։ Աչքերս եմ այսօր սիրում քսել։ Իզունամից դու մի հատ ծաղիկ եմ դրել։ Вот я есть. Անիմաստ գոյության առավոտից հաստատում։ Ես այսքան անիմաստ գոյություն ունեմ այս աշխարհում։ Հասկանում եք։ Համաձայն եք իմ հետ այո։ Այսինքն դա դերքին վիճակի, դերքին դատարկության մասին դա չի խոսքը գնում։ Ուրեմն, մեկ էլ այն նրանք ովքեր ինչ-որ
Այնպես ես կգիք ջու միակ ուրիշ նոտայա, միակ փիլիսոփայա։ Այդ էլ որտեղ դա 100 կողմից թաղում տեսել, որը տականք են բացի ինձանից, դուք էլ հաշվի առեք, որ ոնց շարժվում եք տականքների հետ ոնց ունեք։ Վերջնական միտքեր դա, չէ՞։ Հասկանում եք։ Ու այդ երկուսն էլ ինքը բացարձակ անիմաստ կյանքի ուժը վատնելու գործընթացներ են։ Այսինքն ինքը ինչ-որ մի հատ դեպրեսիայի մեջ է, դեպրեսիայի մեջից դուրս չի գալի, էլի չի։ Ուզում եմ մեզ էլ այնտեղ տանի։ Հասկանում եք, այսինքն այդ ամեն ինչը ինքը չի ենթադրում, էլի, այն որակները, այն մշակույթը, որը մենք ձեզ հետ քննարկում ենք։ Բայց եթե մենք արդեն գալիս ենք հոգևոր կյանք, մենք առաջ այդ հարցը պիտի ունենանք, չէ՞, մենք ընդհանրապես հոգևոր կյանքին չի ապարենք եկել։ Որ հոգևոր կյանքում ինչ անենք, չէ՞, ու ասենք, ինձ կարելի է մեղադրել ասել, ու դες զբացրեց, նմանն ասել։ Ես մի հատ օրինակ բերեմ, էլի, մի հատ նվիրալ ունեինք, ինքը մեր մոտ օպերայի օրկեստրում երկրորդ սկրիպ, չէ, դաշնակահար էր, կնալիք սկրիպա, ինքը դաշնակահար էր, շատ հաճախ ուզում գրվում էին այստեղ արտասան բան, ու մի օր, երբ որ ինքը նոր էր ծառայության բացի, հետ իքրես մի օր, տենց իմատար բամուստու հետ խոսում էին, բողոքեց, ասում չեմ կարող ամբրամպատի գրքերը կարդամ, շամակոդան հաճեցում չի, ասես դու գիտիք, ասես վիցար նեցա, ոնց որ հանուն բան ասի։ Ինք ասեց օրինակ, ասում դե հա, ասում 16 շրջան կգնել, չգիտեմ, ճիշտան աստված բան, ոչ եմ մտան ասել ոնց է կրկնում ես։ Ասես չէ, ստեղում այդքան ասելա չես հասկացել։ Այսքան հələ մի բան քիչ ասել, էլի, որտեղ դե հասկացած ելեիր ինչ ասում։ Մի անգամից կվերսեք, սկսեք կրկնել, հասկանում եք։ Հիմա դա է, էլի, որ արդեն երբ որ ոնց ասեմ, էլի, մենք պիտի հասկանանք, հասկանում եք, որ այդ միապաղաղությունը նույնիսկ գիտելիքի մեջ, չէ՞, ինքը ծնվում է այնտեղից, երբ որ մարդիկ իրանք առաջ չեն։ Ես, օրինակ, իմ անձամբ փորձ ասեմ, ես տարիներ շարունակ փորձ եմ կատարել, սկզբում ինքը էսպես էր։ Դե ես վստահ եմ, ես իմ վստահ եմ, ասում եմ, մարդը, որ ես գիտելիքը ստանա, դու կարող ես այդ գիտելիքի հետևից չգնա, իսկ սիրունության հետևից ոնց կարող մարդը չգնա, հասկանում եք, ու ես ես ոգևորված աշակերտներին ընդունեցի, սկսեցի գիտելիքը տեղափոխել, ու ասեցի, մաշով գնում եմ, հետ չեմ նայում, ստում ասա, հետևիցս վազելով գալիս եմ։ Դե մի անգամ շուր եք, շուր գացի ձեզ ու չկա, ասեցիք, շուր եք տեսա, հետևից մարդ չկա։ Ես վաղուց մենակ ես ոգևորված այդ գիտելիքի մեջով նորից գնում եմ իմ համար, հասկանում եք։ Շշկրվել նստել էի, հասնել եմ աշնաշջան, սիրկա ոնց խրաբարի։ Հասկանում եք։ Ու ես, գիտեք ոնց է, ոնց որ այդ պահից, երբ որ ես այդ նկատեցի, չէ, իմенно այդ պահից Աստված ինքը սկսեց ղեկավարել իմ լեզուն։ Այսինքն ես հասկացա, որ ինքը սենց է, էլի գնում։ Տեսեք, ասենք, ինչ-որ մի հատ գիտելիք տրվեց, չէ, այդ գիտելիքը իրականում պիտի մի 2-3 անգամ կրկնվի, մարդիկ իրանք պիտի վերցնեն, այդ իրանց մեջ նստացվեն, այդ գիտելիքով ղեկավարվեն, գնանք առաջ, գնանք առաջ, գնանք առաջ։ Հիմա ես ուզում եմ գնամ առաջ, ինձ Աստված սանձում է, ասում նրա հետ տարի, այսի նորից ասում, այսի նոր, այլ ամել ոնց ասեմ, սենց ասել եմ, սենց ասել եմ, սենց ասել եմ, սենց ասել եմ, անկյուն չի մնացել, որով ես այս բանը չեմ ասել, ոչ չէ, նորից վերադարձի, ինչի, որտեղ Աստված ինքը սկզբունքային է։ Ինքը ասում է, այսքան գիտելիքը ես տվել եմ, ինչի համար։ Տվել եմ, որ վերցնես, չէ։ Եթե դու չես վերցրել, ուրեմն չես հասկացել։ Եթե չես հասկացել, ուրեմն առաջ չեք կարող գնանք։ Այն ովից լսի, բայց դիմացինն էլ ինքը հոգնում է, չէ։ Ինքը չի նկատում, որ իրան ստիպում են նորից լսի, որտեղ ինքը չի վերցրել։ Ու մտնում է կյանքի, հոգևոր կյանքի մեջ մտնում է միապաղաղությունը։ Բայց այն ազնվորությունը, որը ինքը, բամերի պաստուպրենի է, էլի,
որ հենց գիտելիքը գալիս է, ինքը վերցնում է, նստացնում է, գնում է, վերցնում է, նստացնում է, գնում է, ինքը այս այդ մշտական ուրախության չնծության մեջ ապրում է։ Որտեղ ամեն օր ինչ-որ մի հատ նոր բան է հասկանում ես կյանքից, ամեն օր ինչ-որ մի հատ նոր մի պուճուրիկ լույս է իր մեջ միացնում։ Այդ ո՞ց կարող է մարդը սենց իմանալ։ Ո՞ց կարող է։ Չի կարող։ Հասկանում եք։ Հիմա մենք հիմա հենց այդ գիտելիքն ենք ուսումնասիրում, ինչի ես հիմա մեջ ասում, որ եթե այս հիմքը, սա հեղափոխական հիմք է, հա, երբ որ օրինակ ասենք հիմա բակավատամով մենք լսում ենք, չէ, ասենք տեյզերական արարչագործությունը, ամեն օր ինչ-որ մի հատ նոր գաղափար է, չէ, ինչու։ Հա, ով է լսում բակավատամ, հա, ձեր մեջ ավիրման ու ջղայնության սկզբունքը տենց էր դրած ուցոր հիմա լսել եք, հեղափոխություններ, թե հեղափոխություն չէ, հեղափոխություններ, չէ, բա ամեն ինչը տենց հեղափոխություն ալիներ, չէ, ու երբ որ այդ հեղափոխությունը լինում է, հայացքը չի կարա հանկացնի, որտեղ այդ հարստությունը ինքը մտելակո մեջ է, հասկանում եք, ու հիմա Վակցինոտ Թակուրը ինքը այսենց քայլ, մեզ տանում է, մտցնում է այդ դաշտ, որտեղից ուզում ես եկա ցեղի, որտեղից ուզում ես եկա ցեղի, պայմանը մեկ է, պիտի դառնաս առաքինի, ուզում ես դու ինքդ քո հետ, ուզում ես ուրիշների հետ, ու հետ ուզում ես ինչ ուզում ես, պիտի դառնաս առաքինի, ու հիմա Վակցինոտ Թակուրը ինքը մեզ այդ ճանապարհն է ցույց տալիս։ Մենք ձեզ հետ տեսանք, որ ասենք ինչ խնդիր ունենք, էլի, դա հասարակությունը ենք ընդհանրենք, չէ՞, հա ես մարդ եմ, հոգևոր մարդ եմ, եկել եմ հոգևոր դաշտ, հա, ու ուզում եմ լինեմ երջանիկ, չէ՞, հիմա ինչ են ասում արիացիները, իրենք ասում են, որպեսզի դու լինես երջանիկ, քո մոտ կյանքի մի քանի հատ սֆերա կա, որը պիտի լինի կարգավորված։ Առաջերտին դա առողջությունն է։ Առողջությունը ինքը կախված է ճիշտ ռեժիմից, ճիշտ բանից, սնունդ բան էլի, ու դա վсё, ոզակոչվում։ Ինչ եմ պահում։ Դիետայից։ Սննդակից, հասկացաք, հա։ Մեկ էլ նյարդային վիճակներից, չէ՞, վсё, էսա, նյարդային, էդա, սխալ քնում եմ, սխալ վեր եմ կենում, սխալ եմ աշխատում, այդ հանգիստ աշխատանք բանն եմ սխալ պահում, չէ՞, սխալ եմ սնվում, ու հիմա որ ասում նյարդային վիճակ, դա շատ սխալ մարդկանց հետ եմ շփվում, ինքը սխալ մարդ եմ, ու սխալ մարդկանց հետ եմ շփվում, հիմա ինչ աշխատում հոգևոր կյանք, չէ՞, կամ երկրորդը բանն է, մասնագիտական երջանկությունը, չէ՞, հիմա եթե ասենք միջև հոգևոր կյանք գալիս ու սենց բան էինք, չէ՞, ուղղակի հակառակը հոգևոր երբ որ գալիս է, շատ մարդիկ իրանք հենց մտնում են հոգևոր դաշտ, սկսում են արհամարհել իրանց բանը, աշխատանքը, պրոֆեսիոնալ կյանքը, մտնում մենք հոգևոր ենք, հա, բայց թե իրականում այն սկզբնական շրջանում առաջի հերթին երկրորդը դա է, որ ազնվորությունը ինքը շտկում է իր վերաբերմունքը իր այդ պրոֆեսիոնալ զբաղմունքի հանդեպ։ Հասկանում եք, հա, եւ վերջինը դա հարաբերություններն են։ Այսինքն երեք հատ դաշտ է, չէ՞, որ հիմա ես անկախ նրանից որտեղ եմ, ինչ եմ, ով եմ, այ որ եկա այդ հարցերով պիտի զբաղվեմ, որ համարվի, որ ես ճիշտ ձևով մտա հոգևոր դաշտ, որովհետև հոգևոր դաշտը առաջին հերթին ուզում է ինձ ազատի տառապանքներից հաստատի երջանկության մեջ, հա, ու մենք հիմա ձեզ հետ դա ենք քննարկում, թե եւ անձնական կյանքում եւ հասարակությունը ինքը ինչ սկզբունքներով պիտի հավաքվի, չէ, որպեսզի մեջի անհատը լինի առաքինի, ինչի որտեղ արիացիների ամենագլխավոր գաղափարը դա է, եթե մարդու մեջ ապրում է
ատելությունը գիրքը ինքը ոչ ինքը կվալիֆիկացիա ունի ուրիշին երջանիկ դարձնելու, ոչ էլ ուրիշը կարող է իրան երջանիկ դարձնել, չէ՞, օրինակ, եթե արեք ես տամագունայի մեջ եմ, այսպես բռնության հանդեպ հակում եմ, հիմա դուք իսկ կարող եք ասեք, եթե ես մարդու հետ շփվում եմ բռնության սկզբունքի հիմքի վրա, այդ մարդը կարող է ինձ սիրի, չի կարող, չէ՞։ Ինձ թվում է, որ եթե ես բռնությամբ ստիպեցի, որ ինքը սենց վարվի կամ դենց վարվի, չէ՞, ես հիմա մի հատ հարց տամ, էլի, թող ինձ ներեն, հա։ Ասենք հատկապես ընտանեկան հարաբերությունների մեջ, եթե հատկապես արտահայտված տղամարդկանց մեջ, չէ՞, որ մի հատ կետ կա, հիմա այսպես ասեմ, էլի, որտեղ երբ որ տղամարդը ինքը հոգեբանորեն տանուլ է տվել, ինքն իր կետը ունի, էլի որտեղ ինքը տանուլ է տալիս, չէ՞, ինքը հոգեբանորեն տանուլ է տվել ու չի կարող այնպիսինը լինի, որ դիմացինը իր համար պարտականությունները կատարի սիրով, չէ՞, հիմա այդ կինն էլ իր հերթին, եթե ինքը կրկերի բաների տակ է, հենց որ իրան այնպես էլ իր հետ վարվում, որ ինքը չի սիրում, չէ՞, ինքը մի անգամից էնտուզիազմը ընկնում է պարտականություն կատարելու, չէ՞, ամեն ինչ արվում է պես լիժբի, մենացի չխոսան վրես, չէ՞։ Այնմա տեսեք, երբ որ տղամարդը ինքը բռնությամբ, հա, պարտադրում է, որ կինը անի այն, ինչ որ ինքը ուզում է, ու կինն էլ ստիպված անում է այն, ինչ որ ինքը ուզում է։ Մի հատ այդպես տղամարդ տեսել եք, որ ինքը բռնության հիմքի վրա հաստատ հարաբերություն է կառուցում, ու հիմա ինքը երջանիկ է։ Այդտեղ մեկ է, երջանկության էներգիան չի պտտվում։ Հասկանա, ինքը կարող բավարարված լինի, որ ամեն ինչ որ ուզում է, տղամարդը, բայց երջանիկ չի, մեկ է, այն ամեն ինչ որ ինքը անում է, խոսում է ամենակարևորը մասին, որ իր ներսը վառվում է, որովհետև չկա այդ էներգիան։ Հասկանում եք, այդ սիրո էներգիան չկա, արիացիների ամենամեծ, ամենափայփայած գաղափարը ինքը դրանում է կարել, որ անձնավորությունները իրանք պետք է կարողանան պահպանել սիրո էներգիան, որտեղ մենակ ինքն է, որ երջանիկ է դարձնում։ Հասկանում եք, չէ՞, ու հիմա գնացինք։ Դե առողջության մասին չենք խոսում, արդեն հասկացել եք ինչա պետք անել, չէ՞։ Հիմա աշխատանք է, այսօր խոսանք նրա մասին, թե ասենք անձնավորությունը ինքը ինչ աշխատանք, այդ իր մասնագիտական բանին ոնց պիտի վերաբերվի։ Առաջին հերթին, այո, անպայման պիտի ասենք, որ իհարկե արիացիները իրենք շատ հետաքրքիր ուղղություն են ունեցել իջիաբար, որովհետև իրանք իրականում ամեն ինչ արել են, որ կինը չաշխատի։ Հա? Ասենք, ինչ որ մի աշխատանքով զբաղված են եղել, միայն այն կանայք, որոնք իրանք ծառայել են։ Ասենք, ինչ որ մեկի տանը երեխա են պահում, կամ ինչ որ մեկի տանը ճաշտ են դեպում, տունն են, այդպես ծառայողական դաշտում, չէ, այդ բան, որ հասարակարգի կանայք են մենակ, որ ֆիզիկապես ինչ-որ բան են արել։ Առևտրականների, իշխանավորների, զինվորների և բրահմանների կանայք, իրանք չէին աշխատում։ Իրանք զբաղված են տան տնտեսությամբ։ Հիմա, տեսեք, այդ ժամանակակից կինը ինքը մի անգամ տեսնում է վայ, չէ, որտեղ իջի, որտեղ մենք այս մեր դարաշրջանում կանացի մարվում են ծնվում այն կանայք, որոնք իրանք չունեն այդ որակավորումը։ Հասկանում եք, այս ամենակարևորն է, էլի, այս այդ արիացիներից ասացած այնքան եմ սիրում, որ ասում եմ 40 միոնքիներ կարա զինվանի տանի զոռով մոտեսնի ջրը, 40-ներ չեն կարող ստիպեն, որ ինքը խմի։ Չի խմելու, ուզում ես մանուծամացրուջերի մեջ պահի ենքան, որ խեղվի, չի խմելու, եթե չի ուզում։ Հասկանում եք, այդ ամենակարևոր բանն է, որ մարդը ինքը պիտի հասկանա, համ ինքը իրա մասին,
Հասկանում եք, որովհետև մարդը ինքը ոնց որ ուրիշին է ուզում զոռով տանի, ինքը իրան էլ է զոռով տանում։ Այդ զոռովը ինքը չի աշխատում։ Հասկանում եք, այև ասեք եք, եթե իմ օրինակը շարունակեմ միջից որ սկսեցի, չէ, ես հետագայում իմ ամենամեծ կետը, որտեղ ես ներսումս որպես մարդ կոտակվել եմ, որպես նվիրյալ, չէ, էդի հետ է եղել։ Երբ որ ես հասկացել եմ, որ ամեն մեկին այս տեսությունը տենց դուր չի գալիս ոնց որ ինձ։ Ու ես էդի պիտի ընդունեմ, ես պիտի դրա հետ հաշվի նստեմ։ Հա, ինչ-որ ու մտնեմ ոչ թե ոգևորվածության դաշտ, այլ համբերություն։ Որ այդ նույն բանը համբերատար տամ, այդ ներքին այդ, եթե ես միջև այդ պատմում եմ, ես ամեն ինչ որովուց կարա էսի դուր չգա, չէ, հիմա ես պատմում եմ, որ դուր չի գալի, պիտի կամաց, կաթիլ, համբերատար ենքան ասես, միջև օրերից մի օր կարող ապատահի ինչ-որ մի բանից աստվի։ Զուլրի ուրիշ բանաձև է։ Հասկանում եք, չէ, հիմա տեսեք ասենք, այդ անձնավորությունը, չէ, հիմա, անկախ նրանից ինքը անհատական հոգևոր կյանքով ասպատված, թե հասարակությունն է պատկերացում ուզում կազմի, թե հասարակությունը ոչ պիտի հավաքված լինի, չէ, ինքը պիտի հասկանա ամենակարևոր բանը։ Զոռով ոչ մի բան չի լինի։ Հասկանում եք։ Եթե մարդը ինքը արդեն ինչ-որ մի հանդգնություն ունի, ինչ ուզում ես իր հետ արա, ինքը վերջում անելու է այն, ինչը որ իր բնությունն է։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն սա ինքը շատ կարևոր է, որ անձնավորությունն է ինքը իր հերթին, երբ որ ինքը գալիս է հոգևոր կյանք, չէ՞, ինքը պիտի առաջին բանը ես դրա մասին շատ եմ, չէ՞ խոսում, որ առաջին բանը, որ ինքը պիտի հասկանա, դա այն է, որ գոյություն ունի ընդհանրապես մի հատ բանաձև, ինչ ուզում ես արա, ով ուզում ես եղի, ուրիշ իրավ, դու ունես այդ տենց ոնց որ դու կաս, դու արժանի ես նրան, ինչ որ ունես։ Ուրիշ բան ես ուզում ունենաս, պիտի փոխվես։ Ամոչ խնդիրը որն է, թե բա ինչ պիտի դառնաս։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, սա ինքը շատ կարևոր բան, շատ կարևոր կետ է։ Ու այդ փոխվելու գաղափարը ինքը պիտի քեզ դուր գա։ Հասկանում եք, որովհետև եթե ազնվորությունը ինքը մենք անցյալ անգամ այդ զարգացման բաներից, զարգացման հակումից չխոսացինք, որ այդ ազնվորությունը ինքը եթե իրան դուր չի գալի փոխվելը, հասկանում եք, ինքը ընդհանրապես չի կարող ռեալ զբաղվի հոգևոր կյանքով։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հա, ուղղակի մնում է ձևականություն։ Всё։ Հիմա, իսկ եթե արդեն ինքը հասկանում է, չէ, ուրեմն ինքը պետք է հասկանա, որ արյական գաղափարախոսության մեջ չկա տենց գաղափար, որը դու ստիպված ես։ Հա? Ինքը միշտ սկզբում քեզ բացատրում է, ինչը ինչի համար է պետք անել։ Որ քեզ համ այդ ինչը դուր գա, համ էլ թե ինչի համար։ Եվ եթե դա դուր է գալիս, դու այդ ճանապարհը անցնում ես։ Եթե դուրը չի գալիս, այլ ուզում է 40 լեռներ, չեն կարա քեզ լունել, որ դու էդի խաղես։ Էդի մնում է ձևական։ Հասկանում եք։ Ոնց որ ես ասում եմ, չէ՞, պատմության ընթացքում, չէ՞, այն վիճակը, որում մենք հիմա գտնվում ենք, ինքը խոսում է նրա մասին, որ իրականում հայերը իրանք տենց էլ քրիստոնյա չեն դարձել։ Չէ՞, թեկուզ ձևականորեն, տեսեք, բանա չէ, փաստա չէ սա, ձևականորեն իրանք այն մարդիկ են, որ այդ մենակ այդ քրիստոնյա անունը կրելու համար միլիոնավոր հայեր կյանք են տվել։ Բայց էությամբ քրիստոնյա տենց էլ չեն դարձել։
ու դա ոչ թե հոգևոր սիմպտոմ է, այլ մեր բանը, որ դա տամագունայի սիմպտոմ է, որտեղ տամագունայի մեջ է, որ մարդը ինքը մթագնաց քայլեր է անում, հա, ու գնում է զոհվում է մի բանի համար, որին չի հետևում։ Հասկանում եք, դա ինչ ողբերգական իրականություն է։ Չէ՞, ու ասենք, տեսեք, եթե օրինակ ասենք մենք իմինը, այսպես թեկուս հենց իմինը մեր օրինակով նայենք, չէ՞, մեր օրինակը ինքը այնքան լավ օրինակ է, որ հասկացվի էլի, թե այս ամեն ինչը ինքը ինչքան լուրջ է։ Հասկանում եք, ինքը շատ լուրջ է այս ամեն ինչը։ Եթե արանքում թվում է, թե ասած հա դա բայց չանենք, հա, ասենք ինչ է։ Ոչ սիրում եմ, ոչ բարի եմ, ոչ ես ինչ եմ, համ կողոպտում եմ, համ սրիկա եմ, համ չգիտեմ ինչ եմ անում, 3 հատ եկեղեցի եմ կառուցում, համ բաղվում եմ, ուրիշ ես ինչ քրիստոնյա եմ, ու ամենակարևորը վերջում էլ չեմ նկատում, որ չի պաշտպանում։ Հասկանում եք։ Ես միշտ այդ հարցը տալիս եմ, այսինքն Աստված մեզ պաշտպանել է ու մեր վիճակես։ Էսի Աստծո պաշտպանածի բանն է, արդյունքն է, ի՞նչն է ավելացել, իմաստությունը, մաքրությունը, հա, հաջողությունները, որ մի ֆակտորն է ավելացել։ Ոչ մեկը չէ, եթե լուրջ եք էլի արդեն խոսում, առանց էս, որտեղ էլ տեղ չկա հանակներով ու ստերով խոսալ։ Ստեղ ենք կանգնած, այն, ստեղ, այն կտոցն էլ արդեն տված է։ Շը։ Ինչ-որ հիմա բաների առաջ ենք, չէ, կանգնելու, որպեսզի կարողանանք դիմակայել, որպեսզի կայանանք, որ չէ՞ թե կայանանք, որ պրոստը գոյություն շարունակենք։ Ինչի, որտեղ ռեսուրս չկա։ Այսինքն այդ ռեսուրսի բացակայությունը դա Աստծո պաշտպանության սիմպտոմ է։ Սուզա բրեդ։ Հասկանում եք, այս հատի հասկացվի, էլի որ այս ամեն ինչը մենք խոսում ենք, չէ, դա բան չի, ինքը խաղալիք չի։ Ու մեզանից ամեն մեկը ինքը իր մի կաթիլը ունի այդ օվկիանոսի մեջ։ Հա։ Հիմա հələ այդ մի կաթիլը թողնենք։ Հետաքրքրված ենք մենակ մեր կյանքով, մեր երջանկությամբ, մեր հետ ինչ կրվի։ Ասենք այդպես։ Էդ էլ է արդեն ահագին բան, որովհետև եթե ազնվորությունը ինքը կարողանում է ինքը լուրջ հոգևոր վատ լինի, իմ ասեց, եթե մենք հասկանում ենք, որ Աստված կա, չէ, այնքան ավելի շատ կան ռեալ հոգևոր մարդիկ, այդ իրանց խաթր կարող է ուրիշ բան լինի։ Հա, դրա համար, երբ որ մարդը ինքը ինչ համար է, մենք ուզում հասկացվի, որ երբ որ մարդը ինքը հոգևոր կյանքով լուրջ է զբաղվում, չէ, ինքը մենակ իր խնդիրը չի լուծում։ Ինքը այդ իր հոգևոր դաստիճան ձեռքբերումներով համեն այդ ընդհանուր բանի վրա է ազդում։ Հասկանում եք, որտեղ ինքը արդեն ինչ է, ինքը արդեն ինչ-որ մի հատ պատկերավոր ասած, ես խոսքը չեմ սիրում, բայց հիմա տենց ասեմ, ինչ-որ մի կտոր լույս է բերում, չէ, այնտեղ որտեղ ամենտեղ եսի ինչ է։ Հասկանում եք։ Դա որ ասեք, ինքնին շատ կարևոր կետ է։ Հիմա, ուրեմն բացիոնոտակոր ինքը մենք դες այդ խոսացինք դեգրադացիայի որակներից, չէ, եւ հոգու զարթոնքից բխված որակներից, չէ, մենք տեսանք, որ երբ որ առաջի երթին արևցիներ իրանք ասում են ճշմարտության հանդեպ հակումը, բարիությունը եւ արդարության հանդեպ հակումը, դա հոգու որակներն է, որովհետև նյութական բնությունը իր մեջ, այդ երեք բանը ոչ մի տեղ չի պարունակում, ամեն տեղ նյութական բնության մեջ դրված է ճիշտ է նա ով ուժեղ է, հաղթում է նա ով ուժեղ է, վայելում է կյանքը նա ով ուժեղ է, բնությունը ուրիշ օրենք չունի, վсё, հասկանում եք, բնությունը ինքը բացարձակ անտարբեր է, ինքը չի ասում, այ իմ մի հատ սերմը ընկավ քարին, բայց խեղճը մեղքը չէր, արդար է, որ ինքը
չծնվի, ծառ չդառնա, ես մարդա չէ, տեսա, բանականությունն ա տենց բաներ առաջ քաշում, չէ։ Մենք ամեն անգամ, երբ որ ասում ենք արդարություն, մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք ինքը թեկուզ թույլ լինի, թեկուզ ծուռ լինի, ինչ ուզում անի, ապրելու իրավունք։ Իսկ բնությունը ինքը տես չի, լուսավոր բեկա, ընդեղ չես ընկի, պաշով ոնց, վсё։ Ես ինդեղ անգե թող աճի, բրծավ։ Չէ։ Սխալվել ես միտեղ ոտատակ ես ծնվել, հա պիտի գնես ոտատակ, բնության համար վաբշե մեկ ա, կարաս պայքարի կենթանի մնա, չէ, հասկանում եք, և այդ հակումները իրանք հոգումն են, էդի հոգու մասնակցությունն ա, նյութական աշխարհում, որ այդ այսքանետ են որակները, որ հոգին ինքը ոչ մի կերպ չի կարողանում բանալ, էլի, զիջի, չէ, հիմա տեսեք, գիտության մեջ կենդանիակը ինքը այդ բարիություն, գիտելիք, այդ ամեն ինչի վրա տնական ասեմ էլի, պրոստը թքածում է, որտև ինքը հետևում է բնության օրենքների, ճիշտ է նա ուժեղ է, ինքը ուժակ ուտակում, ում կանա, ոնց կանա բռնաբանում է ենթարկացնում, բայց ոչ մի արդարություն, ես ինչ բան, տես բաներ չկա, հասկանում եք, հիմա հաջորդը, եթե մարդը ինքը կրքերի մեջ է, չէ, ինքը կարող է այդ արդարություն, ճշմարտություն, բարիություն հարցեր բացացնի, երբ որ ինքը կապված է։ Ու ինքը այդ հարցերը ընդհանրապես չի քննարկում, երբ որ կապված չի։ Հասկացաք, չէ՞, հիմա տեսեք, այսինքն ինքը հոգու արտահայտությունը կարող է լինի, բայց սպատներ է, ծաղտիկ բրտիկ, ու մենակ առաքինության գոյավիճակի մեջ է, որ այդ երեք որակներ իրանք շունչ են անում, այսինքն կենդանիակը ինքը իրա մեջ այդ երեք որակներին թույլ է տալի, որ իրանք լիարժեք ապրեն, ու ինքը միշտ դրանով է բանալը, առաջին հասկանում եք, չէ, հիմա տեսեք, ուրեմն, այդ դրա համար, չէ, դրա համար, ինքը ազնվորությունը ինքը տիխա հետևի, հիմա արյացները իրանք այդ ամեն ինչը հասկանում էին, գլխավոր գաղափարը որն է, ես դա միշտ ասում եմ, ամենահանճարեղ սիստեման տվեք, եթե իրանք կատարողները, տամագունայի կամ պրաջագունայի մեջ են, իրանք էդի սարքելու են այլանդակություն, ինչ ուզում ես օրինի, ոնց ուզում ես արա, այդ նույն արյական քաղաքակրթության մեջ, հենց որ դարաշրջանը փոխվեց ու սկսեցին ծնվել աստվածամեժության դարաշրջանին համապատասխան կենդանիակներ, պետք է դարավեն այլանդակությունը ինչ-որ հիմա հնդկաստանում կա։ Դարման ես միշտ ասում եմ մենք, ոչ մի նպատակ չենք հետապնդում հնդիկ դառնալ, ոչ մի օրինակ չունենք դրանց վերցնել, բացի գիտելիքից, այմիջև, բան իրանց խոնարկում են, որ իրանք գիտելիքը պահպանել են, ապրեն իրանք ատլոնիկ։ Հասկանում եք, հիմա իրանք էլ են, չէ հիմա մտած ժամանակակից խավերի մեջ է։ Հասկանում եք, ես նշան փոքր սապեցի, գիտելիք իրանց տողից էլ արհամարված իրան։ Հիմա, ուրեմն տեսեք, ինչ են ասում օրինակ Բաքսիմենով Թակուրը, որը ինքը աստվածամեժության դարաշրջանում է, չէ, բան արել, ասենք, աստվածամեժության դարաշրջանում է ստեղծագործել, այսինքն մեր հետ է խոսում ինքը, ես միշտ ասում եմ, կարող է դա ինքը չի իմանում, որ Կալիուգայի մարդկանց հետ է խոսում, իմանում է, չէ, բայց հիմա մենք տեսնենք, թե ինքը իրենք ասի, ուրեմն տեսեք, մասնագիտական կյանքը ինքը համարվում էր կենդանիակի շատ կարևոր կյանքի մաս։ Դրա համար, որովհետև արիացիները իրանք հետապնդում էին մարդու երջանկության, չէ, իրանց համար շատ կարևոր էր։ Տեսեք, սովետական միությունում էլ էին փորձ կատարում բոլորին կրթեն, որպեսզի այդ բոլորի մեջից երևան տաղանդավորները, ու այդ տաղանդավորներին վերցնեն, տանեն, ուժեղացնեն, կրթեն, բան հետո
Հետո պետության համար օգտագործել։ Ու այդ մարդիկ պարտադիր չի, որ երջանիկ լինում։ Արիացիները իրանք սկզբունքորեն են հավաքում այդ, որ իրանք գլխավոր նպատակը միշտ մնում է կենթանիակի երջանկությունը։ Հիմա տեսեք, ինչ են ասում իրանք, դեք ասում են, կա վերածնունդ իրանք, չէ՞։ Վերածնունդը դա նշանակում է, որ ազնվորությունը ինքը ծնվում է ինչ-որ մի հատ դարաշրջանում, ինչ-որ մագլի մեջ, ինչ-որ պետության, ինչ-որ մոլորակի, ինչ-որ, չգիտեմ, ընտանիքի մեջ, այդ ամեն ինչը ես միշտ ասում եմ, չէ՞, այդ ծննդյան պահը իր տվյալները, դա մաքուր իր կարվանա։ Թե ասենք, ինքը իրանով ինչա վաստակերվում։ Որ ասեք ինքը որտեղ պիտի ծնվի, ինչ պիտի անի, ինչի համար պիտի ծնվի, ոնց պիտի լինի, ինչով պիտի զբաղվի, չէ՞։ Հիմա մասնագիտական տեսանկյունից, չէ՞, մենք մի անգամ արդեն խոսել ենք, որ եթե մենք մաքուր արիական քաղաքակրթության մեջ ենք մասին ենք խոսում, մենք խոսել ենք, որ իրանց մշակույթը երեխա ստանալու խիստ տարբերվում է մեր մշակույթից։ Եթե մենք մտածում ենք, որ արիացիները մեր նման էին երեխա ամենում, ինչ-որ կետեր կա, որ եթե մենք տենց ենք մտածում, մենք չենք կարող հասկանալ արիացիներ։ Իրանք գաղտնիքներ գիտեին։ Կոպիտ ասած, իրանք երեխան պատվիրում էին։ Հա? Ու երբեք ոչ բացառիկ ամբողջ շաստանաներով երևի սենց սաղ, որ իրար հետ վերցնենք, որ միլիոնավոր տարիների բան են նկարագրում, մի 10 դեպք կարող է լինի, որ ինչ-որ մենք ընտանիքում ծնվել է ոչ նախատեսված երեխա։ Էդ էլ միանգամից հասարակությունով հարձակվել են դրա վրա, որ այդ խնդիրը լուծեն, որ հանգած սա մի հատ վնաս չհասցնի տա։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն իրանք երեխաները պատվիրում էին։ Հիմա, երբ որ իրանք երեխային պատվիրում էին, չէ՞, իրանք համել այդ գիտելիքը ունեին, որ պատրաստ դիմավորում էին կենդանիին։ Հասկանում եք։ Տեսեք, օրինակ ասենք, չէ՞, հիմա մեր ժամանակներով այդ խնդիրը չի մնում վստահել ոչ մեկին, նույնիսկ հոգևորականներին։ Այս նույն գիտելիքի մեջ ամբողջ Հնդկաստանի բրահմանական կաստանա, չէ՞։ Ես ձեզ հրավիրում եմ, գնացիք, տեսեք, թե դե բրահմանական կաստան ինչով է զբաղված։ Եթե դուք իսկ ասեք, որ եթե այնտեղի բրահմանները իրանք ռեալ որակավորում ունեն, ռեալ, Հնդկաստանում պիտի մի հատ աղքատ հնդիկ չլներ։ Հնդկաստանում պիտի մի հատ դժբախտ հնդիկ չլներ։ Հիմա այնտեղ իրականում իրականացվում է նույն սկզբունքը, որը որ իրականացվում է մուսուլմանների մոտ, քրիստոնյաների մոտ, բոլորի մոտ ընդհանրապես, որն է Արարատը պիտի հավբերես։ Այնտեղ էլ ամեն ինչը հավբերության վրա։ Հասկանում եք։ Այնտեղ էլ են, ну, в общем, հատուկ ազնվորություններ են, որոնք իրանք ներքին ֆակտորով այս ամենի հետ են ընկած։ Հասկանում եք։ Դրա համար չէ, հիմա տեսեք, բայց եթե արդեն բանով ենք վերցնում, իմինա իրանց տեսությունով ենք վերցնում, չէ, իրանց տեսությունը ինքը այդպիսին է, որ ասում կա գիտելիք, Աստծո կողմից տրված է այդ գիտելիքը, որ ասում մարդիկ իրանք կարողանան որոշեն, թե ով է ծնվել, ինչ հակումներով է ծնվել, չէ, մենք ինչ ենք խոսացել, որ ազնվորությունը ինքը որ ծնվում էր, չէ, բրահմանները սկզբում իրանք կարման էին որոշում, բայց ինքը հենց տենց 100%-անի բան չէր, հետո իրանք նայում էին, երբ որ դպրոց էին տանում, իրանք նայում էին, թե ինքը իր ծնունդի համապատասխան որակներ ցույց է տալի բնե, թե չէ, հա, ու եթե ինքը սկմբացլոթակուր ինքը պրամոյս է ասում, ինքը ասում է, դաստիարակությունը, դա եղած բնությունը ճիշտ մշակելու արվեստն է։
Հասկանում եք, ինքը իրաք չեն ասում, որ չկա ու ինչ-որ բան են դաստիարակում։ Իրանք ասում են դաստիարակությունը դա եղած բնությունը ճիշտ մշակելու արվեստն է։ Ու եթե ազնվորությունն ինքը արդեն առաքինության հանդեպ հակում չունի, այմա իրան էլ այդպես չես կարող տանես ջուր խմի։ Ոնց որ առաքինին չես կարող արատին դաշտ տանես ընդ ջուր խմի կամավոր, չէ՞։ Տենց էլ արատավորին չես կարող ընդ տանես, որ իրանից հետաքրքիր չի։ Հիմա, երբ որ մենք աստվածավերջության դարաշրջանում գալիս ենք կրոնի, չէ՞, դա ովքեր են գալիս կրոնի։ Ես միշտ ասում եմ, չէ՞ որ հիմնը կա, էլի որ այդ զրո կետը հասկանում։ Այդ զրո կետը ինքը է, որ աստվածամերջության դարաշրջանում իրական կրոնին դիմում են նրանք ում մոտ այս տեղնահաս է, կամ անարդարությունները իր կյանքի, կամ դաժանությունները, կամ սուտը։ Այսինքն իր հոգին, այդ երեք կետում, որը իր հոգին ինչ-որ հիմք ունի, չէ՞, այլ որ եթե հասնում աստեղը, հոգին միակ պորտկում է տալի, կարիքի, որ արդարությունը լինի, կամ բարիությունը լինի, կամ ճշմարտությունը հաստատվի, հասկանում եք, որ դրա հետևից ինքը գնում է դեպի կրոն։ Դրա համար ես միշտ ասում եմ, ես սկզբից չէի հասկանում, երբ որ Բաղդասարյան Թակուրը ինքն շատ խիստ, ինքը вообще շատ փափուկ անձնավորություն է, էլի, որտեղ ասեք տենց իմ նման չի, էլի, ես ասեք եւ գաղափարներ եմ ասում, կետ կա, որ ես սև սպիտակ եմ ասում ու всё, սենց է ու всё, չէ՞։ Տեսեք ասենք, ու բանա էլի, բայց ասենք երբ որ մենք վերցնում ենք, որ բանա, չէ՞, ասենք Բաղդասարյան Թակուրը ինքը շատ փափուկ է, չէ՞, ու այդ սև սպիտակ տեղերը ինքը մեկ էլ վերցնում է, ասում է, այս աշխարհում ավելի մեծ սրիկաներ չկան, քան հոգևոր կերծարանները։ Ես առաջի անգամ սենց եղավ, որտեղ вообще իր նման չի էլի, որ ինքը տենց ասի։ Հասկանում եք, ոսից ճիշտ չղայնացող Բաղդասարյան Թակուրը։ Հասկացաք։ Ու տեսեք ասենք, չէ՞, ասենք ինքը ինչի մասնախոսք է, հետո երբ որ ես ժամանակ անցավ տենց այդ դաշտում տենց եկվելով մնացի, հասկացա, որ ինքը ճիշտ է ասում։ Ինչի է ճիշտ ասում, ես մի քիչ ուրիշ ձև եմ ասում։ Ասում այո, ինքը ճիշտ է ասում, որտեղ հոգևոր Աստծո կրոնականության այդ ալտարի վրա մարդը բերում է դնում է արդարության իր վերջի լույսը։ Չէ՞։ Իսկ ովքեր են հոգևոր կեղծարանները, իրանք են ազնվորություններն են, որ այդ արդարության վերջի լույսն են, չեն ջարդում։ Որտեղ մարդը ինքը հոգևոր կյանքում էլ արդարություն չի ստանում, հոգևոր կյանքում էլ բարիություն չի ստանում։ Իրան մենակ ասում են, ասես բոլորս դունստեք շալակին, դու էլ եթե հոգևոր մարդ ես, դու համբեր ես, վիրոտ, գնահավաճ։ Հասկանում եք, իսկ արիացիների գաղափարախոսությունը ինքը վերջնակետում այդ երջանկության նպատակն է հետապնդում։ Դրա համար ինքը ասում է, կան մեթոդներ, որով դու կարող ես որոշես, թե այս անձնավորությունը ինքը ինչ բնություն ունի, ու դա իր կողմանն է, չէ՞։ Հաջորդը, որը պիտի կարողանաս որոշես, ինքը այդ հակումի մեջ մենք անցյալ անգամ չի ասեցինք, որ ամեն մի կաստայի մեջ ինքը կարող լինի նավիճոկ ու կարող լինի իր վերջնական կետը։ Այդ ամբողջ պալիտրայի մեջ, այսինքն դու սկզբից կապ պիտի որոշես, ինքը, օրինակ ասենք, որոշեցիր ինքը առևտրականի բնություն ունի։ Չէ՞, դա քիչ է։ Հիմա առևտրականի մեջ իր ինչ մասշտաբ է տրված, ասես կոպիտ ասեմ առևտրականի համար, ինչ չափի գումար է կարելի իրան վստահել, որ իրան չկորցնի։ Դա երկրորդ խնդիրն է։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, այ ժամանակակից մարդը գալիս, եւ ամենակարևորը, ինչի համար է էլի դա պետք, որովհետեւ երբ որ մեծահասակները իրանք կարողանում են ճիշտ որոշեն երեխայի աստվածության բնությունը, չէ՞, իրանք իրան այնպիսի կրթություն են տալի,
որով ինքը հավեսանում որ զբաղվի։ Հասկանում եք։ Այդ հավեսը ինքը շատ կարևոր կետ է, որ ասնավորությունը ինքը հավեսանի որ զբաղվի։ Օրինակ ասենք, դարձել չեմ տա։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տեսեք, այդ դարը, օրինակ Սիվենոն Թակուրը ինքը ինչ ասում, ինքը ասում է, որ այդ ունակությունը ինքը, ասել այդ երկու ճյուղով, մի ճյուղով ինքը որոշում է ինչ գործունեություն կարող է այդ աստավորությունը կատարի, մյուս կետով պետք է որոշվի, թե այդ գործողությունը ինչ մակարդակի ինքը կարող է կատարի։ Չէ՞։ Հիմա տեսեք, եթե ազնվորը աստվածաբեժության դարաշրջանի մարդ, դա նշանակում է իր վրա ազդում է գիտությունն ու կրքերը, վсё։ Երբ որ մենք տեսնում ենք մարդ, որը ինքը բարոյականության սկզբունքներ է պահում, չէ՞։ Այո, մի հատ այս բան եմ ասելու, կարող է դիտակ սպանել դրանից հետո։ Եթե ազնվորությունը ինքը բարոյականության սկզբունքներ է պահում, բայց պահում այդ սկզբունքները անարժանների հանդեպ ու անարժանների հետ, ինքը առաքինիչի, ինքը տգետ է։ Հասկանում եք։ Ու իր արդյունքներն էլ լինում են տգիտության գունայի արդյունքները։ Որն է տգիտության գունայի արդյունքը, աղետությունը, չէ՞։ Դրա համար այն ազնվորությունները, որոնք իրանք օրինակ բարոյականություն են կիրառում անարժանների հետ, չէ՞, իրանք միշտ որպես օրենք, եթե մի քիչ իրաց մեջները նայես, իր մեջը ծերից ծեր ամեն ինչը ավիճված է։ Հասկանում եք։ Ինչի, որովհետև ինքը իր բարոյականությունը նվիրել է անարժանի, որը պրոստը մենակ այդ բարոյականությունը ոտից գլուսից դոլի պապիրով օգտագործել է ու ամեն ձևի դիմացը եսի միջատվել այդ վերջին։ Ավիտ է թողել է նստացրել է այնտեղ, որովհետև իրական առաքինությունը ինքը հենված է գիտելիքի վրա։ Չէ, տեսեք, արիացի կանայք էլ էին ահավոր բարձր կաստանների կանայք, չէ, իրանք երբեք իրանց կյանքի ամբողջ ընթացքում փողոց դուրս չեն գայել, չեն գալի, իրանց ոտքը հողին չէր գնում։ Միայն ընտանիքի հետ, հա, ասենք, տեսեք, ասենք, հետագայում իրանք, ասենք, այդ ծողիկներ ունեին, չէ, որ ասենք, եթե աղջիկ երեխան ինքը առանց իր ընտանիքի անդամի, օրինակ գնացել է քեռուտուն, այնտեղ մնացել է մի գիշեր, իրան այլևս ոչ մեկ կին չէր տալի։ Վсё։ Ինչի, որտեղ իր տնից դուրս այդ ընտանիքը ինչ-որ տղամարդկանց հետ է շփվում, չէ՞, շփվում այդ երեխան ինքը ինչ-որ մեկին տեսել է, հա, կարող է կապվել է, որտեղ ես ինչ արել է, հայրացիները մտքի մակարդակի վրա միտքը կապվել, հեսա մեկ շուտով այդ պարտության մեջ են մտնել, երբ որ նարադամույնի ինքը կգա, մի հատ շատ բարոյական աղջկան զորով կսկսի պատմել մի հատ մարդու մասին, որ այդ աղջիկը սիրահարվի է մարդու վրա լսելով։ Այդ աղջիկը լսելով սիրահարվում է, իր հայրայից նկատում է, գնում այդ մարդուն խնդրում աղաչում ասում աղջիկա սկիպել քիքից։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այդ մարդու բարոյականությունը, չէ, այդ նույն նարադամույնին ինքը ասում է բարոյականությունը ինքը կիրառվում է այնտեղ, երբ որ դիմացինը բարոյական է։ Դա չի նշանակում դու դառնում ես անբարոյական։ Դա նշանակում է դու մնում ես քո բարոյականության մեջ, բայց ոչ իր հետ։ Հասկացաք, որտեղ ինքը արժանի չի։ Ինչի արժանի չի, որտեղ ինքը դժբախտացնելու է։ Դա համար ես ասում եմ, աստվածամեժության դարաշրջանում ամենաանհեթեթ սիտուացիան էդի դժբախտ բարոյական մարդն է։ Իսկ նրան ավիացիի դեպի գարստեղ երկրորդ օրը ինֆարկտ ստան։ Մի օր չէր կարողանա։
չկատարվում։ Այս մարդը որ սենց անում, իրան վերջում կարելի է սենց ասել, կամ սենց վարվել, կամ սենց անել, ասես մազերը բիզբիս, երկրորդ օրը ինֆարկտ ստանար ու դրանք կմահանա, պատկերավոր ասած, չէ։ Հիմա տեսեք ուրեմն, ինչ իմնա հարցը, չէ, այդ երջանկությունը, այդ երջանկության համար, չէ, ուրեմն հիմա շատ կարևոր է, որ այդ անձնավորությունը ինքը իր աշխատանքը այն հասարակական գործունեությունը ունենա ինքը սիրի։ Դեպի տղամարդու համար էր կարևոր։ Իսկ կնոջ համար էր կարևոր էր, որ ինքը սիրի այն գործը, որի մեջ ներգրավված է իր ամուսինը, այսինքն ինքն էլ կաստայով նույնը։ Պարզագույն օրինակ բերեմ։ Նայեք ասենք, տղամարդը ինքը բրահման է, չէ՞։ Вообще ինտելեկտուալ տղամարդիկ իրանք սիրում են մենակ մնալ, հա? Ինչի՞ որ իրանք սիրում են մտածել։ Մտածելը անավայ չի ենթադրում, հասկանում եք, իրանք սիրում են տենց, ուйдинённый, спокойный образ жизни, մենք մեր կենցաղում ասում ենք ինտելիգենտ ընտանիք է, այդ ինտելիգենտը ո՞րն է, որ կյանքում ռեստորան չի գնում, չգիտեմ, փարթիների չի մասնակցում, այսինքն ոչ թե որ իրանք զսպում են, դա իրանք բնությունն է, իրանք այդ ժամանակ գերադասում են գիրք կարդան, չէ՞։ Հիմա տեսեք, պատկերացրեք, չէ, որ այդպես մտավորական տղամարդը ինքը ամուսնացել է քշատրի բնություն ունեցող կնոջ հետ։ Այսինքն կնոջ հետ, որը նախատեսված է պաշտոնավոր խավի համար։ Այդ պաշտոնավոր խավի կանայք իրանք ուղիղ հակառակը, այդ ոնց որ պաշտոնավորներն են սիրում, չէ՞, տենց հագնվեն, զուգվեն, զարդարվեն, տենց երևալ, որ իրանք ինչ-որ բաներ ներկայացնեն, իրանք ազդեցություն կունենան, բայց տենց էլ իրանք կանայք են։ Հասկանում եք, իրանք կանայք սիրում են հարուստ հագնվեն, ինչ-որ տենց բան երևան, չէ՞, այդ ամենակարևորը։ Устраивать приемы. Այս մարդն ճանաչում, վաղուց մահացել է մեծահասակ էր։ Ինքը ինձ մի անգամ մի բան ասեց, շատ ծանր էին ապրում իր ընտանիքով։ Ինքը ասեց, եթե իմ կինը ուրիշ բնավորություն ունենար, իմ պատերը ոսկուց կլիներ։ Ես դες բաբը, բայց այդ արդեն ասեց, ինչ բնություն ունի, որ ասեց ինքը չի սիրում, որ հյուրերը ընդունի, որ ասենք, օրինակ ես տղամարդ եմ, չէ՞, եթե ես ինչ-որ գործնական բանով տուն մարդ էի հրավիրում, ինքը այդ մարդուն նենց էր ընդունում, որ այդ մարդը երկրորդ անգամ ինձ փողոցում էր, որ տեսնում է, փողոցն անցնում էր, որ չբարևի, այնքան վիրավորված էր մնում, չէ՞, տեսեք, կաստան չի համընկել։ Նա ուրիշ բնություն ունի, նա ուրիշ բնություն ունի, հասկացաք, չէ՞, այդիկ կարա տենց հետևանքներ տա, դրա համար այդ, որ իրանք որ մեծ ուշադրություն էին դարձնում դրա վրա, այդ բնությունը հասկանալը, իրանք համար ահռելի բան էր, իրանք հասկանում էին, որ այդ իրանք ամենասկզբում դրա մեջ հանկած սխալվեցին, այս մարդը երջանիկ չի լինելու, այդ իրանք համար կատաստրոֆա էր, հասկանում եք, չէ՞, հիմա ես չեմ խոսում դրա մասին, թե մեր հետ ոնց են վարվել մտերիմները, որ մեղադրենք իրանք, ասենք, բան իրանք չեն որոշել, չգիտեմ չէ։ Կարելի է, որ միապնակատենք, մենք ինքներս մեր հետ ոնց ենք վարել։ Չէ՞, դրա համար այդ էլի, որովհետև իրական հոգևոր դաշտ չկա, ժամանակակից կրոնականությունը ինքը ամեն ինչ անում է, որ աշխատի ինքդ քեզ օգնի սկզբունքը։ Այդ որ Տեր-Ջրդանյանը գավ ամեն մեկին ձեռքը իրան բանտան տվեց, չէ, դե գիտեք ինչ խորը իմաստ ունի։ Ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց այդ մատրակրկնելը ինքը զոհաբերություն է։ Չէ՞, այսինքն ինքը ինչ արեց։ Բայց մենք գլոբալ որ երբ որ չենք մտածում, գլոբալ չենք կարող գնահատենք էդի, թե ինքը ինչ արեց։ Ուրեմն իրական հոգևոր դաշտում, չէ,
Անձնավորությունների հոգևոր դաշտի մարդկանց երջանկությունը կախված էր քրմերից։ Ինչի, որտեղ դեռ քրմերը առաքինի անձնավորություններ էին, իրական հոգևորականներ էին, ահռելի միստիկական ուժեր ունեին, ասած էլ այդպիսի բան ուժերը, որ ասնակետիվներն է, դա իրանք իրանց մաքրությամբ Աստծո առաջ խաթր ունեին։ Հասկանում եք, խաթր, որ ասենք, որ իրանք աղոթում էին, մի բան էին խնդրում Աստծուց, Աստված հենց մենակ այդ իրանց մաքրության խաթր տալիս էր այդ երջանկությունը։ Դրա համար այդ արդյունքը կար։ Անհաղթելի կայսրություն։ Всё, ով այդտեղ եկել է, ջարդուկ շուրայել, ով է վանդայել։ Հասկանում եք, ձեզ թվում է այդ եղել է մենակ զինվորների սովորությամբ, երբ որ մենք նայում ենք, մենք տեսնում ենք, որ այդ զինվորներին բրահմաններն էին մեծացնում, հա, բրահմաններն էին իրանց միստիկական ուժեր տալի, այս անում, զենք տալի, ամեն ինչը բրահմաններն էին անում, այսինքն հոգևորականների դասը։ Հասկանում եք, հիմա երբ որ գալիս է աստվածամերության դարաշրջանը, ինչ են ասում արիացիները, ասում են հասարակության բոլոր, այսինքն այս ձերից այս ձեր, այն այս ձերն է, ոչ մեկ դոմինան վաչանի, էլի, ոչ մեկ մաքուր չի։ Հասկանում եք, ոչ մեկ, դա ինչ անչանակ, որ ես ոչ մեկին չեմ կարող վստահեմ իմ երջանկությունը։ Հասկանում եք, դրա համար Տեր Չեդանյան ասել է, Ռոմերիսի քո ճապան վերցնում ես ու դու քո համար քո զոհագործությունն ես անում։ Всё։ Ես միշտ ասում եմ բարոն միոն խաուսես, դու քեզ բռնեցիր ճրիպեջից անես, ոչ մեկ չկա քեզ անող։ Всё։ Ցանկացած բան, որ քեզ մոտենում է օգտագործելու բանեցի, որտեղ գիտության կրքերի գոյավիճակ կա, մեղադրելիք չի, ոնց որ հիմա ես ասեմ, դու ինչի ես մկնիկ։ Ինքը մկնիկ է, ես ոչ թե հաշվի առնեմ, ես մկնիկը ինչա կարող։ Այդ մեղադրանքի բանը ինքը սխալ է։ Պետք է կարողանալ գնահատել, ինչի համար, ինչի է դա այդքան կարևոր, ինչի են արիացիները այդքան գիտելիքին մեծ նշանակություն տալիս, որովհետև գիտելիքն է, որ կարգավորում է այս աշխարհից իմ սպասումները։ Իմ սպասումներն են, չէ, իմ տառապանքների 90%-ի հիմքը։ Если Сараш была, ты еще кастума, есть да, что у нас может Кондиционер на мясо, ты просто не ворот афрасну. Мне так жалко, я просто так. Вообще, что? Հա, հասկացաք, չէ՞, տեսեք ասեք, երբ որ մենք աստվածամերության ժամանակ ենք գալի հոգևոր դաշտ, չէ՞, մեզ համար մնում է միայն ճիշտ գիտելիք ստանալը, մնացած, դա շատ կարևոր գաղափար է, մնացած ամեն ինչը մենք ինքներս պետք է անենք, առանց ոչ մեկի ոչ մունատ գալու, հա, մենք երկու բան կա, որ մենք պետք է հասկանանք, որ սենց հանգստանանք ու ճիշտ հոգևոր կյանքով զբաղվենք։ Դարաշրջանի վրա մունատ գալ պետք չի։ Պետք չի մունատ գալ ինչի անիշի սենց է իրենց։ Սա հատուկ դարաշրջան է այդ մարդկանց համար։ Հիմա հաջորդը, ամենակարևորը, իսկ ես ըստեղ ո՞նց եմ այդտեղ։ Ուրեմն ես էլ եմ, չէ, իրանցից։ Դե չէ։ Եթե ես ինչ-որ մի ուրիշ բան լինեի, ես ուրիշ դարաշրջան կծնվեի, այդ նույն արիական քաղաքակրթության մեջ կծնվեի, որտեղ սենց ամբողջ շրջապատը առավոտից իրիկունքը մտածեր, թե ոնց անի, որ ես երջանիկ լինեմ։ Ես ուրիշ տեղ կլինեի։
Հասկանում եք, այդ կետը եթե ինքը տեղի չի ունենում, ազնվությունը կալիուգայում, ասկեն մեր դարաշրջանում չի կարողանում ճիշտ տրամադրությամբ մտնի հոգևոր դաշտ։ Ինքը միշտ հոգևոր դաշտ է մտնում զոհի կարգավիճակով, բայց մենք զոհեր չենք։ Եթե մենք այս կյանքը օրինակի համար ասենք ինչ-որ կետերում տանուլ ենք տվել ու դրա համար խեղճացած ենք, եթե չի նշանակում, որ մենք հրեշտակ ենք։ Հələ մի հատ թող Աստված մեր տեղներս լենացնի։ Ես միշտ այդ օրինակը վերում եմ, չէ՞, որ մենք այդ շտարականների մեջ մի հատ ընտանիք կար, Երևնաձորից էր։ Հա? Ու ասենք ամուսինը ինքը հետո գնաց դարավ միլիոնատեր, բուկվալնա միլիոնատեր, հենց բակցի հաշվին։ Ու իր կինը, էդ են Պուշկինի Զավատայ Ռիկայի ստարուշկան։ Հա? Են որ ինքը կոտրած տաշտակից եկել էր Իզաչուբույանա իր երբ որ ես իրանք միակապտեց հրավիրեցին իրանց տուն, որ ես տեսած ինքը ոնց խոսում տան, ծառասն, հա, տան ծառայող մարդկաց է։ Можно было ее убить вообще, ասեցի, Զավատայ Ռիկա մուլտիկը գտա նայի։ Հասկացած, չէ՞։ Դրա համար այդ տենց չի, էլի, որ մենք ինչ-որ միտեղ նեղ ենք, ստիպված մեզի ինչ-որ բաների մեջ ենք պահում։ Էդի, ով ես որ ճիշտ ասեմ, հոգևոր կյանքում կարող ասեք, որ բախտը բերել է։ Որ դաշտ չեք ստանում, մեջի թերությունները արտարդելու։ Հասկանում եք, դա համար այդ սկզբնական կետը այդ դա է։ Հիմա, մենք համեն փառք Աստծո, իմенно այդ դրա հաշվին, որ այս կալիպարն ենք ծնվել, որտեղ Տեր-Չայտանյայի ողորմածությունը կա, չէ՞, ուրեմն հաջորդ քայլը դա նա է, որ մենք ապրում ենք դենց հասարակության մեջ, չէ՞, որ եթե դեռ երիտասարդ ենք, կարող ենք վերանայել մեր մասնագիտական բանը, չէ՞, ասենք, շատ մարդիկ կա, չէ՞, որ իրանք ընդհանրապես իրանց կրթության ուղղությամբ չեն աշխատում։ Չէ՞, ասենք իրանց կրթությունը իրանց պետք է այլ մենակ դրա համար, որ այո, իհարկե, անկախ նրանից մարդը օգտվում, չի օգտվում, եթե ինքը բարձրագույն կրթություն է ստացել, ինքը ուրիշ մակարդակի մարդ է։ Չէ՞, ես դաժե միշտ մի քիչ ծայրահեղ եմ ասում, բայց պնդում եմ դա, որ դաժե այն ամենավատ ուսանողը, խոսենք вообще երկուստեր ստանալով ման ա եկել, եթե ինքը 6 տարի մտել դուրս ա եկել համալսարանի դուռը, ինքը տարբերվում է։ Հասկանում եք։ Օրինակ ես էդի տեսեք, ասենք ես այդ բանը իրականացրել եմ մանկությանս տարիքին։ Երբ որ մենք դպրոցի գնայինք, մենք ռուսական դպրոցում էինք, չէ՞, բայց մեր դպրոցը ինքը իր կորպուսը չուներ։ Մենք սովորում էինք հայկական դպրոցում երկրորդ սմենա։ Չէ՞։ Բայց որ գալիս էր այդ պահը, չէ՞ որ ասենք այդ ռուսական դպրոցում սովորողները կան, հայկական դպրոցի սովորողները դուրս են գալիս ու բակում իրանք ասես խառնված կանգնած են։ Այսինքն փակ աչքերով կարող էիր ասել, սա ռուսական դպրոցից է, սա հայկական։ Ինքը մեկ է տարբերվում է։ Այսինքն պրոստը որ ոչ ասես սուս կանգնեն, չէ՞, չգիտեմ, նույն շորը հագցնես, այն ժամանակ բոլորս ինֆորմաներով ենք, չէ՞, մեկը տարբերվում է։ Չէ՞։ Հասկանում եք, այսինքն կապված մարդը ինքը մեկը տարբերվում է, բայց ասած ինչա, քանի դեռ երիտասարդ ենք, չէ՞, օրինակ երբ որ մենք գալիս ենք բակցի մեջ, եթե նույնիսկ մինչև այդ մենք համակերպվել ենք նրա հետ, որ զբաղված ենք գործով, որը չենք սիրում, չէ՞։ Նա բացի ինքը ասում է, այն որ դու հələ երիտասարդ ես, ինչպես ասում մարդը ինքը պետք է միշտ ռեալ նայի։ Օրինակ հիմա եթե ես հիմա գայի բակցի մեջ, չէ՞, ուրեմն էլ հանկարծ հասկանայի, որ ես ինչ իմ համար չէր։ Չէ՞։ Այս ես ինչ-որ սխալ աշխատանքով եմ զբաղված։
Իմ համար ճիշտներ են, որ ես դիմտացի իմ կյանքն անցել է։ Սենց արդեն մենք ես ինչ գործով եմ զբաղվել։ Չէ, ապա բայց որ երիտասարդ ես, այդ որ դու բակցին երիտասարդ ժամանակ ես ստացել, դա արդեն նշանակում է, որ դու ինքնաստինքյան փոխելու հնարավորություն ունես։ Ու եթե դժբախտ ես այն գործի մեջ, որով զբաղված ես, կարող ես մտածել այդ ուղղությամբ, էլի։ Հա, պատկաստում մեր ժամանակներում միշտ կարելի է սեմինարներ, ճկրտություններ փոխել, չէ՞։ Փոխել գնալ այնտեղ, որտեղ քո դուրն է գալի, որտեղ քո բնությանը համապատասխան է։ Դրա համար այդ ավիացիներն իրանք տենց են ասում, որ ապրիլից թե մարդը ինչ գործ կարող անի եւ այդ գործը ինչքանով է կարող անի, ինքը շատ կարևոր գործոն է, չէ՞։ Բացինոն Թակուրը ինքը շարունակում է, ասում է, եթե այդ երկու գործոնները իրանք մարդու հատկապես մարդու ճակատագրի մեջ պարզաբանված չեն, իր արդյունքները լինելու են կասկածելի։ Հա, ինչ արժանքում կասկածելի արդյունք։ Այսինքն ինքը իր աշխատանքով երբեք չի կարողանալու լինել երջանիկ։ Ոչ կարողանալու է լինի արդյունավետ, ու ասենք փողի քանակության հաշվին լինի երջանիկ, չէ՞։ Ոչ էլ կարողանալու է բանելի այնքան լավ անի իր գործը, որտեղ սիրում է։ Չէ՞։ Օրինակ տեսեք, ասենք ես դաժե այստեղ իմ ճակատագիրը կարող եմ բերեմ, չէ՞ որ բակցից առաջ ես պատրաստում էի ինձ որպես իսկուսպավետ։ Ասի բոլոր գումանիտարների բանով, չէ՞։ Հետո Իշխանինքը մի հատ ռիսկի քայլ արեց, շատ ռիսկի, ահավոր։ Հա, այդ ռիսկի քայլից հետո ես հայտնվեցի պոլիտեխնիկի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում։ Ինչ գործունեություն ես չի, բայց իրականում ես այն գլխից միշտ ունեի այդ շատ ուժեղ լոգիկա էլի, չէ՞։ Ասենք տեսեք այդ ամեն ինչի որ այնտեղ սովորել եմ, ինձ вообще պետք չի եկել այդ օգյանը։ Ինչն է պետք եկել։ Բլոկ սխեմա կազմելու ունակությունը։ Ես մինչև հիմա, երբ որ ասենք կոմենտարիաներ եմ անում, չէ, ես բլոկ սխեմա եմ գրում։ Արհեստական բանականությունը ինքը այդ դրա վրա է անում։ Ասում եմ դու կանացի տրամաբանություն չունես, դու հատիկ շարում ես, հանկարծ եթե միտեղ մի բանը օդի մեջ ամենացե ինձի 100 անգամ վերադարձնում ես, այդտեղ ասում ես, ստեկի ստես թողես, հասկացաք չէ։ Այդ ինքը ու փաստացի ստացվել է, չէ, որ Աստված ինձանից լավ գիտեր, ես ինչ սովորել եմ, որ հետո ես լավ անեմ այն գործը, որը սիրում եմ։ Բայց այդ ժամանակ ինձ ինձ թվում էր, что со мной сделали, հասկացաք չէ։ Այսինքն այն դեպից ինչ որ ես ունեի պիսացիվսկի դար բանեցան մնաց, բայց դրանք ավելանար տրամաբան այդ իմ տրամաբանելու ունակությունը դե չխեղդվեց, եթե ես գնայի այնտեղ ինքը խեղդվելու էր, ես մոռանալու էի, որ տրամաբանել գիտեմ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այս բաները իրանք իրականում շատ կարևոր են, որտեղ մարդը ինքը չի կարող ուրախաչքեր ունենա, եթե ինքը զբաղված չի այդ գործով, որը իրան դրա գալիս։ Տեսեք այսինքն, երբ որ մարդը ինքը գալիս է հոգևոր դաշտ, չէ, եթե նույնիսկ ինքը հաջողակ է, ինքը դե մի հատ մտածիլ է, չէ։ Ինքը այդտեղ ինչ է, էլի, ինքը գործն է սիրում։ Թե այն փառքը, փողը, այսինչ է, ինչ որ այդ գործը տալիս է։ Եթե ինքը գործի արդյունքն է սիրում, բայց ինքը գործը իրանը չի, ինքը մեկ է, համարալվածություն չի ունենալու, հա։ Հիմա ամենակարևորը, երբ որ մարդը ինքը զբաղված չի իրան սիրած գործով, որ իր բնությունն է, հասկանում եք, ինքը անպայման հիվանդանում է։ Հասկացա՞։ Սա ինքը շատ կարևոր գործոն է։
Մակսիսետարկի, հա։ Հիմա ուրեմն հասկացանք, որ եթե անձնավորությունը ինքը զբաղված չի իր բնության համաձայն, այդ մարդը ինքը պետք է նայի, էլի ասեք ինքը որ այ աշխատանք վերակելու պետք է աշխատանքյան մոտենա իր աշխատանքին, ինքը ինչ ասում։ Այսինքն կա իր մոտ տենց բան, որ ասենք ինքը տարված է իր աշխատանքով, որ ինչ-որ բանը դեռ կիսատ է մնացել կամ չգիտեմ, բանունակը պոետի պարտադիր չէ, որ դու լինես գիտական։ Ես դրա օրինակներ ունեմ, կարող է դաժե դուք էլ իմանալ, չէ, ասենք շենքը, որում ես ամուսնացած եմ, այդ շենքում ժամանակին մի հատ մարդ կար, որը մի ձեռքը իրա վնասված էր, ու ինքը այդ ինչ-որ աղանդի մեջ էր քրիստոնեական, հա, 10 երեխա ուներ, որ ինքը ինչ-որ մի ձևի, ինչ-որ մի աշխատանք ունենա, իրան այդ մեր երկու շենքերի հետ առաջը ծառեր են, բարեր, թփեր են, հա, ու ինքը վերցնում էր մի հատ բան էր, որ կտրտում է, չէ, ու այդ ամբողջ այդ բակը, ինքը դա այծեր էր կտրտում, չգիտեմ, լեբիցի, եսիմի, բաթեց սիրու, սարքում էր բաներ անում, ու ինքը այսինք ու շատ հապվելու աստիճան այդ իր աշխատանքը սիրում էր։ Իրակինը պահվում էր, ասում էր, ասենց որ գալիս է, չէ, ասում էր, ինչ հացապը առավոտ այդ աչքերը բացում է, ինքը մտքով արդեն ընդեղ է, որ ես ինչ կիսատ եմ թողել կամ ինչ չէր հասկանում ոնց կտրի որ ես բանը ստանա, սարքեր, երազում է տանտեսի համով սարքելա գիտի ոստյանի բազելով հասկանում եք, այսինքն մարդը ինքը կարող է դաժե այգեպան լինի, հասկանում եք, բայց իր աշխատանքով տարված լինի, չէ, ինչի համար է դա այդքան, ինչի համար էին արիացիները այդքան էդի կարևոր որտեղ ինչ-որ մարդը ինքը անում է այն ինչ-որ ինքը սիրում է, որ նրա դեմ ամենակարևոր խոսքը սիրում է, դա նշանակում է, որ ինքը ինչի կպնում է, այդ իր գործի մեջ ինքը ինչի կպնում է, սիրո էներգիա է փոխած։ Հասկանում եք, դակ հիմա եթե արիացին այս տետրը բռներ, չէ, իրանից ու այդ տետրը իրա դուրը կար, իրանից հետո որ դուք այդ տետրը բռնեիք, դուք այդ տետրից մենակ սիրո էներգիա էիք ստանալ։ Հասկացաք, իրանք ինչի վրա են ուշադրություն դարձնում։ Հիմա ուրեմն իրական հոգևոր մարդը ինքն էլ պիտի դրա վրա ուշադրություն դարձնի, որ ասենք այն ինչն է, որ իրա ձեռքերը, իրա հայացքը դարձնում է կոպիտ, դարձնում է դաժան, դարձնում է նախանձող, դարձնում է չկամ, եսիմի, չէ՞, ու հոգևոր մարդը ինքը այդ զարգանալու ընթացքում ինքը պիտի տեսնի, որ այդ ինչ-որ ինքը զբաղված է, իրա մեջ այդ էներգիաներն է բացում, որ իրա ձեռքերն են դառնում բարի, իրա աչքերն են դառնում բարի, իրա բերանն է դառնում բարի, որտեղ ժպտում է, որտեղ սենց անում։ Կամ էլ հիմա այդ կեղծ մեղծս բան այսքան ես ակում ու մտում բացել էլի որտեղ բանացան մեջ ինչ հակառակ ինչ կա շատ թաքսվելու բան ունի այդքան շատ ասրսկելու տարիք ունի հասկանում եք իսկ բնականից այդ ամեն ինչ ինքը ինչ-որ մի բանի մասին է խոսում հասկանում եք ու այդ ինչ-որ բաներ կա որ ինքը բան է էլի հիմա ուրեմն բացելու տակով ինքը շարունակում ասում այդ է եթե չի սիրում իր արդյունքը կասկածելի է լինելու որտեղ այս իրա չսիրելու էներգիան այլ, որտեղ կպնի այդ ատենելու, հասկանում եք, ուրեմն հաջորդ խնդիրը ինքը կարանում է բաղոնց գնահատել, ստեղ վակցինոդը ինքը ասում է, որ եթե դու ինքը չես կարողանում գնահատես, փորձի գնահատես հոգևոր ուսուցչի միջոցով, չէ, հիմա մեր ժամանակներում հեչ պարտադիր չի, որ էդի լինի հոգևոր ուսուցիչը, որտեղ կան լիքը մարդիկ, որոնք իրենք լավ հասկանում են և թվագիտության մեջ, և ասենք, բոլոր գիտությունների մեջ, որոնց միջոցով կարելի է հասկանալ, իրենք կարողանում են հասկանալ։
Այսինքն, եթե դու չես կարողանում, քթի մարդուն, որը կարողանում է գնահատի, հա, օբյեկտիվորեն, ու իրանից խորհուրդ վերցրու։ Հիմա, եւ ինքը միանգամից խոսում է նրա մասին, որ շատ կարևոր է այդ կենդանիակի կյանքում, շատ կարևոր է, որպեսզի ինքը կարողանա քննի իրան ճիշտ ուսուցումներ տվող մասնավորությամբ։ Հա, մեր տրադիցիայի մեջ մենք կոչում ենք հոգևոր ուսուցիչ կամ բրահման։ Բրահման հոգևոր ուսուցիչը տարբեր բաներ են։ Կամ քուն բաներ դեր չէ, ոնց է կոչվում։ Քահանա, կամ քահանա, կամ հոգևոր ուսուցիչ։ Այսինքն դրանք ազնվորություններ են, որոնք իրենք պարտավոր են կարողանան, տեսնեք հիմա, այդ հատկապես բրահմանները, իրանք սմարտաբրահմանները, իրանք են ազնվորություններն են, որ պիտի իմանան այդ գիտությունները, որպեսզի գրագետ ձևով կարողանան իրենց, ասենք, բաներին, պատակ չեն կարող ասել, բաները, ինչում համար որ պատասխանատու են գրագետ ձևով իրանց կյանքը առաջ տանել, չէ՞։ Հիմա, Ուբակերնով թանկուրը այստեղ մի շատ կարևոր բան է ասում, որի այդ իր ասածով, եթե մենք գնահատենք մեր ազգային վիճակը, մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչքան սխալ մշակույթ ունենք ընդհանրապես այս հարցի շուրջ։ Ինքը ասում է, եթե մարդու բնությունը սխալ է ընտրված, այսինքն սխալ է գնահատված ու մարդուն սխալ աշխատանք է վստահված, չէ՞, ինքը սկսում է մեղքեր գործել։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք, որ ասենք մարդը ինքը ինչ-որ մի տեղ է նստած, որտեղ օրինակ փող է գողանում, չէ՞, կոռուպցիայի մեջ է թաթախվում, անարդար բաներ է անում, ինչ-որ դաժան բաներ է անում, չէ՞, դա միանգամից նշանակում է, որ ինքը իր տեղում չի։ Всё։ Այսինքն ինքը մի տեղում է, որը իր բնությանը չի համապատասխանում։ Հա? Որտեղ օրինակ ասենք շատ լավ երևում է օրինակ բաների վրա, ասենք դատավորների։ Չէ՞։ Որտեղ ում է կարելի նշանակել դատավոր։ Այդ բնությունը, որտեղ դատավոր նշանակում է հասարակության մեջ արդարությունը ապահովողը, չէ՞։ Դա ի՞նչ է նշանակում, որ այդ ազնվորությունը բնությունից պիտի արդարության մեջ հետաքրքրված հոգի լինի, չէ՞։ Հիմա, իսկ այդտեղ նշանակում են մի ազնվորության, որը ուղղակի գնացել է, կրթություն է ստացել, օրենսդրությունը անգիր սովորել է, ու ունի առևտրականի բնություն։ Ինչ անելու։ Ամեն բառի համար փող ապսելու, չէ՞։ Հասկանում եք ու всё։ Հիմա ով է մեղավոր։ Ինքը, դա կարևոր չի, չէ՞ արդեն։ Հասկանում եք, այդ որ մենք այս բաները իմանում ենք, չէ՞։ Մենք հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե այն է, որ հիմա ու ինչ են անում, այս մեկին հանում են, այն մյուսին են դնում, որը նույն ձևի ոչ մի բանի մեջ հետաքրքրված չի։ Եվ հաշվի առնվում միայն կրթությունը։ Ուրիշ ոչ հիմա։ Այդքան խոսում ենք էսի միջերի մասին, իսկ հիմա կարող այն ժամանակ թանկտանք, բայց ասել է։ Իսկ հիմա մի հատ հետարքի սերեղով եմ տարել։ Հա, ամերիկյան, կոչվում է ֆորս մաժորը։ Չգիտեմ, լսել եք, թե չէ։ Չէ, բայց փոյերը դրանցել։ Ուրեմն advokatская контора ու իրանց կուխնյան Միացյալ Նահանգների advokatский конторայի կուխնյան։ Ես արդեն քանիսի նայում եմ, իջում մեջտեղից անգել նայում եմ։ Սենց հա լուպայով ման եմ գալի, տեսնանքով դուք արդարություն բառը։ Բայց իմաշին որտեղ է, они обо всем договариваются.
Ասած մի advocate մտնում եմ մյուս advocate մոտ, ասում այսի սենց չանես, էսի սենց կանեմ, էսի սենց կանեմ, 10 միլիոն հենց հիմա փոխանցում էսի մաշին, էսի սենց անում, էսի սենց անում, договоритесь, и разошлись. Ужас какой-то, сказано. Այնտեղ вообще ինչ է կատարվում։ Ինչ արտադրություն, ինչ, հասկանում եք։ Կաշ, вот сами о себе снимают, չէ՞։ Հա։ Այս մենակ պրինցիպալ համարում եմ, որ երևի աշխարհում մենակ հայերն են, որ իրանց մասին չեն նկարում։ Որտեղ մասին։ Որտեղ երբ որ մեր սերիալները նայում ես, չէ, որտեղ երբ որ մեր սերիալները նայում ես, հասկանում ես, սա հնդկական կինո է։ Չէ, բայց մեր կենցաղում այդտենց չկա, այդտենց բան։ Չէ՞։ Մեր կենցաղում այդքան չկա, էլի, որ մեկը չգիտես, մեկը ումից ծնվել է, մեկը չգիտես, ինչ անում, մեկը փողոցում մարդասպանում է, մյուսը ինչ, բայց այդպես կենցաղ չունենք։ Զորը մեջը բան ենք սարքում, հասկանում, հատուկ նկարեն, որ մենք տես դառնանք, բայց չունենք մենք տես այլանդը կենցաղ, հասկանում եք։ Իսկ ոնց չէ՞ ոնց է բանը կոչում, մամաս նայում էր այս բանը, սերիալը հենց գալիս էր մեր տուն, դու միացնում էր իր աշխատանքը, ասա բան չի, շնորհեք բոլորս ես դու նայում։ Ես երբ խոհանոցից մտնում էի, այդտեղ մի հատ ջահել հաճի, մի հատ տղայսի լայվ։ Ինչ հասկանում, ես իսկ դիտավորում եմ նկարել, որ մեն աչքեք ես սովորացնել, որ տղայի գալի ապտակին։ Չվավճիս ինչի մասին է, մենք սենց աղջիկներ ունենք, հասկանում եք, չէ, կարող է կա, բայց այդտենց չի էլի, այդտենց չի, այդքան չի էլի, ինչ է զորում է, սարկ է եսի մի կծեմ մեջտեղ, չես հասկանում, մենք ինչ ուզում ցույց տակ, ինչի ենք ապարպարում ցույց տակ, որ մենք ավելի վատն ենք կան, ես չգիտեմ, հասկանում եք։ Ոչմ այս թեման հասկացվեց, ինչի մասն է խոսքը, որ այս կապը հիշեք, երբ որ անձնավորությունը ինքը իր տեղում չի, իր բնության համապատասխան տեղում չի, ինքը տեղում մեղքերագործում։ Հիմա ընտանիքը, հոգնել եք, հիմա ընտանիքը, գլխավոր սկզբունքները ասեմ, մանրուքները արդեն մյուս դասից կտանենք, հա։ Ուրեմն ինչ որ վերաբերվում է ընտանեկան հարաբերություններին, չէ՞։ Արիացիներ իրանք ասում են, մարդը ինքը հիմա կվալիֆիկացիա ունի ընտանիք կազմելու։ Տեսեք որ նա, չէ՞։ Ասեք մեր ժամանակներում ինքը ոնց է, կամ ունակ ազատության դաշտը, ինքը այդ փաստը ընդունում է։ Ինքը ասում է, հա, մարդիկ կան, որոնք իրանք որակավորում չունեն ընտանիքի համար։ Իրանց մեջ չի ստիպել։ Իրանք որակավորում ունեն, որտեղ աստվածամեժության դարաշրջանում ծնված հոգիներ են, իրանք այդ հոգիներն են, իրանք հակում չունեն պարտականությունը ունենալ, որովհետև ընտանեկան հարաբերությունները, դա մենակ հասանելի սեքսը չի էլի, չէ՞։ Ընտանեկան հարաբերությունները դա պարտավորվածությունների դաշտ է։ Հատկապես ընտանեկան հարաբերությունները իրենք նախատեսված են երեխա ունենալու համար։ Իսկ երեխան, չես կարող չի բատոն կցես, ասես, ես որ հավես չունեմ երեխա պահելու։ Չես կարող այդպես բան ասես, եթե արդեն կա, հավես ունես, հավես չունես, ինչա, ոնց է, մեկ այդ պարտականությունը պիտի կատարես, չէ։ Տեսեք, այդ արիստները հասկացավ, չի ասում ընտանիք կազմելու կվալիֆիկացիա ունեն ու թվարկում է ով, հեսա կասեմ, չէ։ Հիմա տեսեք դա ինչ նշանակում, որ անձնավորություններ կան, որ իրանք ընտանիք կազմելու կվալիֆիկացիա չունեն ու իրանց պետք չի ստիպել։ Ինչի, որտեղ մարդիկ ասում են, այ կամ ուստանանք փոխվի, չէ՞, հատկապես տղաներին, եթե քիման եք ողենելնում կամ ինչ-որ սխալ ճանապարհով են գնում, մի անգամից ծնողները Հայաստանում տենց հավաքվում են, որ ապայման իրան ամուսնացնեն, որ ինքը ամուսնանա, ինքը կփոխվի, չէ՞։ Հա,
Կան դեպքեր, որ իրոք փոխվում են, բայց կան դեպքեր, որ չեն փոխվում։ Ու ինչ են անում հետևանքով։ Ինչ-որ մեկին դժբախտացնում են, չէ՞։ Հասկանում եք։ Տեսեք, եթե տենց բան չի, այդ անպատասխան մենք պետք է հասկանանք, էլի, որ տրանզիցիաներ կա, որի տակը նենց մի հատ անպատասխանատվություն կա կենդանիակի երեխության հանդեպ։ Չէ՞։ Հատկապես եթե տեսությունը ինքը չի ընդունում վերածնունդը, այդ մի հատ կյանքը ինքը լրիվ ուրիշ արժեքա չէ ձեռք բերում։ Մարդը ինչքան դաժան լինի, չէ՞ որ ինչ-որ անմեղեակի բերի, դնի ինչ-որ մի հատ էքսպերիմենտի տակ, որ կարող է դզվի, կարող է չդզվի, հա? Ու այդ խեղճ երեխային բերի դժբախտացնի, ու այդ երեխան այդտենց իր այդ միակ կյանքից ոչ մի բան չհասկանա, հա? Հետո էլ եթե հանկարծ բան անի, որ բաժանվի, սա հասարակությունը իր ճակատին կպցնի, որ ինքը բաժանված է։ Ոչ մեկ չմտածի, որ ինքը անմեղ է, նա եսի ինչ էր։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այս ամեն ինչ ինքը շատ պատասխանատու է։ Տեսեք, այլացիները դրանք տենց են բացի, որ ինքը սկսում է անձնավորությունը ինքը ընտանիք կազմելու կվալիֆիկացիա ունի։ Եթե, որն է այդ եթեն, առաջի հերթին դա իր սեռական առողջությունն է։ Այսինքն, եթե ինքը ի վիճակի է սերունդ ունենալ։ Հասկանում եք։ Երբ որ ժամանակակից աշխարհում ընտանիք են կազմում, այդ նախապես բանանելով, որ երեխա չեն ունենալու, դա ընտանիք չի։ Կլասիկ իմաստով դա ընտանիք չի։ Հասկանում եք, գնացիք իրար հետ ապրեք։ Այդ ընտանիք չի։ Ընտանիքում կինը եւ տղամարդը իրանք պետք է ունենան սեռական առողջություն առաջին հերթին։ Հետո ընդհանուր առմամբ առողջություն։ Տեսեք, օրինակ ասում են դեմոկրատները իրան գնում են այն ճանապարհով, որ կապ չունի մարդը ինքը հիվանդ է, ինքը ինչ է, ամեն մի ազնվորություն էլ ինքը իրավունք ունի, երջանիկ լինի, կամ էս ինչ լինի, չէ՞, հիմա ասեք, տեսեք, ինչ որ ծայրահեղ գաղափարում չես, չէ՞, որը եթե ես տապորի նման օգտագործես, ինքը կարող է լիքը մարդկանց կյանք դժբախտացնի, չէ՞։ Ու ասենք Հնդկաստանը ինքը հենց տենց էլ ա, տեսել եք այդ ֆիլմը, մի հատ շատ լավ ֆիլմ կա, փուչուրակչկան ամուսնացնում էր մի հատ պարավի հետ, դիձու հետ մահանում է, այսքան փուչուր երեխուն տանում հանձնում են աշրանքով, քաջալացնում են տանում են, ուշտով ինքած է միջև կյանքի վերջ, պետք է ճկնավորի պես ապրի, որտեղ համարվում է, դավոր ոնց համարվում է այրի։ Վայրենություն չի, վայրենություն է, չէ, այդի տապորնի հասկացողությունն է, հասկանում եք, չէ, հիմա տեսեք սիրինեց, ուրեմն, ինչ է ասում բացի տապորը, ինք ասում է, հա, պետք է լինի սեռական ուղղակ, որովհետև ընտանիքը էնա ինչ որ երեխա պիտի մեծացնի, հա, ու տղամարդու և կնոջ մեջ, եթե կինը առողջ է, տղամարդը առողջ է, չէ, որտեղ մենակ ֆիզիկապես այլ և հոգեբանորեն էլի, որ ասեք ինքը կինը, չէ, այս էլ իմնը տղամարդ է, իրանց երկուսի մոտ էլ այդ ինստինկտը աշխատում է, որ իրանց միացությունը պիտի երեխա տա, չէ, հատկապես եթե իրանք իրար սիրում են։ Հիմա, ուրեմն տեսեք, երբ որ ասում արդեն եւ ընդհանուր մարմինը պիտի առողջ լինի, չէ, դա ինչի համար է, ընդհանրապես, այո, տեսեք, հիմա մենք մեր քաղաքակրթությամբ, տենց ոնց որ ասենք մեր քաղաքակրթություններն են աշխատում, մեր քաղաքակրթությունը ինքը ամեն ինչով նպաստում է, որ հիվանդ մարդիկ լինեն։ Չէ, ունակ այսօրվա վրա, թե բխոշի հասկանում եք մենք ինչ ենք ուտում, ասենք ումբիշ ոչ մտեղ չգրանք։ Էլ չեմ խոսում, թե ինչ վակցինացիաներ են արվում, ոնց արվում են, ինչի համար արվում, չգիտեմ, սալատոյ միլիարդ բան, չէ, այդ սա հլը մի կողմի վրա։
Հասկանում եք, չէ՞։ Այսինքն երբ որ քաղաքակրթությունը ինքը բան չի էլի շահագրգռված չի կենթանիակի երջանկության մեջ չէ, մի համար մեկ այլ երջանկայքով այնջա, ինչ է կամ ինչ-որ ինվալիդիտ ես քեզի լավ զգում, հա, գնա ապրի, չէ, այլ այսինքն իրանք ասում են ոչ, որպեսզի երջանկություն լինի, երկուսն էլ պիտի լինեն առողջ, բայց հիմա տեսեք էլի, արիացիները երբ որ իրանք են ասում, չէ, իրանք այնպիսի հասարակություն են կազմում, որ իրանց մոտ այն հիվանդությունները, որով հիվանդան այդ կարդիոկան մարդիկ, չէ, դրանց հետ խոսք անգամ լինել չեն կարող։ Որովհետև ինքը կենցաղը կառուցված էր այդ առանցքում էլի, որ հա, ինքը ամենասկզբնական բանը условия պայմանը երջանկության էդի մարմնի առողջությունն է։ Չէ, ինչի։ Որովհետև հիվանդ մարմնով մարդը ինքը միշտ անտրամադիր է։ Իրան ինչ-որ մի բանը հա ցավում է, չէ, ինչ-որ մի բանը հա նենց չի աշխատում։ Ինքը տխուր անձնավորություն է։ Հիմա ո՞ց կարող է տխուր անձնավորությունը ուրիշին երջանկացնել։ Երբ որ միանում են տխուրը եւ մարդը հիվանդը եւ առողջը, չէ, հիվանդը ինքը միշտ վամպիրի դերում է կոպիտ եթե ասեմ, էլի։ Այսինքն ամեն ինչը ապրում է առողջի հաշվին։ Ինքը հա պիտի սեր տա, համերություն տա, բարիություն տա, սիջողականություն տա, եսի մի չանի, որ ինչ-որ մի բանը այդտեղ լավ լինի։ Համաձայն եք։ Հասկանում եք։ Տեսեք օրինակ չէ, հիմա օրինակ շատ երիտասարդներ իրանք բաներն են, ընդդիմանում են այդ սովորություններին, որոնք հենց ամենաքանց թեկուս հայերի մեջ մի քանի սերունդ առաջ կար, չէ, որ ասենք եթե հակած ինչ-որ տանակ չկան, տղա էր գալիս ուսելու, կամ եթե տղան գալիս էր տանը ասում էր ես աղջիկ եմ ուզում, չէ, ծնողները միանգամից ինչ էին անում, սկսում էին պարզել, այս տղան ով է, այս աղջիկը ով է, ինչ ընտանիքից են, ինչ գենետիկա ունեն, չէ, իրանց ընտանիքում ծանր ժառանգական հիվանդություններ կան թե չկան, չէ, դա կարևոր չի, հա, այդ կարևոր չի ասողն, երբ որ հետո այդ ժառանգական հիվանդությունը շալակած մի հատ երեխա է ունենում, դառնում է կարևոր, չէ, թե չէ, շատ կարևոր է դառնում, հասկանում եք, բայց այդտեղ մի հատ էլ ուրիշ հարց է, չէ, բա հիվանդները ինչ անեն, Էդ էլ չէ հարց, բայց դե տեսեք, էդ էլ չէ լուծում չի, որ հիվանդը իրավունք ունի առողջին դժբախտացնի, էդ էլ չէ անարդար, հասկանում եք, այդ ինքը շատ բան է, չէ նենց, հա, ուրեմն տեսեք եք ոնց է, չէ, այդ խնդիրը մեկը ատեղ է, որ ինքը պետությունը, ինքը հասարակությունը իր առաջ ինչ նպատակ է դրել, եթե նպատակը ճիշտ է, չէ, օրինակ, ոչ մի հատ ճիշտ նպատակ դրած իր մեջ ընտանիք թույլ չի տա, որ երեխան բեղմնավորումը տեղի ունենա խմած, հարբած, չգիտեմ ինչ վիճակում։ Որտև համապատասխան երեխա է, չէ, ծնվելու, ոչ թե հարբեցող է լինելու, կարող է վաբշիսկի հակառակը սսվի հետո, բանից, էդի չի, բայց բանով, այն որակավորումով, ցածր հոգի է, չէ, ծնվելու։ Հասկանում եք, այդ ամեն ինչ ինքը հաշվի մեջ է, բայց եթե ինքը անցում է առողջ սեռական տեսանկյունից, առողջ մարմին, սա շարժման մարդը ինքը կվալիֆիկացիա ունի։ Հիմա հա, իհարկե, կան հիվանդություններ, որոնք իրանք այդքան չեն խանգարում, էլի, ոչ իրան մարդուն են այդքան խանգարում, չէ՞։ Օրինակ ասենք, չգիտեմ։ Իմ ամուսինը ունի նիսախռնի դիաբետ։ Իմինը նիսախռ։ Փոքր ժամանակ վախեցել է, վախենքի վրա շաքար իջել է, ոչ ոք չի հասկացել, որ այդպես բան տեղի ունեցել, ինքը ասենք դա մի հատ վիճակ է, որը ասենք ինքը ոչ մի ցավ չի զգում, էլի, ասենք քիչ մի տեղը ցավում է կամ դեսի միջա դրա պատճառով եսի միջա, չէ, բայց մեկը, օրինակ, այդ ունեցել է իր պամբոչնի էֆեկտ, ինքը չի աճել,
ինքը շատ փոքր է հասարակական։ Չէ՞։ Տեսեք, դա անպայման ազդել է իր հոգեբանության վրա, չէ՞։ Պարտադիր։ Հասկանում եք, այսինքն մասին ակոս գրելի, որ ասենք ինչ խնդիրներ կան, չէ՞, որ իրանք շատ կարևոր են։ Ու դա դու չես կարող վերացել, էլի, ու դա սխալ է, երբ որ երիտասարդները իրանք չեն թողնում, որ մեծահասակները իրանք այդ խոհեմ հասկանան ինչի հետ գործ ունեն, չէ՞։ Որովհետև երիտասարդը ինքն ընտրում է այս պահին գիրքը գլխին տված։ Ոչ մի ուղեղը չի աշխատում, չէ՞։ Կայեսա չկա, всё, մեռնում եմ, դա չեմ քննում, շուրջս կատարվում է, մի չալում, չես բան, մի չալում։ Իսկ ծնողը ինքը ուրիշ ձև է, չէ՞ նայում։ Ինքը հասկանում է, թե երեխան ինքը իրան ինչպիսի կենցաղի է դատապարտում։ Հասկանում եք, հիմա տեսեք, ուրեմն հաջորդ որակավորումը, որը պահանջվում է մարդուց, տղամարդուց, որպեսզի ինքը իրավունք ունենա ամուսնանալ։ Դա այն է, որ ինքը պետք է ի վիճակի լինի հոգալ ծախսերը ընտանիքի, այսինքն ֆինանսապես պիտի լինի կայացած։ Տեսեք, հիմա նայեք, երբ որ գալիս է ստացամերժության դարաշրջանը, չէ, եւ սկսում են ծնվել անպատասխանատու, կրքոտ, բաներ իսեց տգիտության մեջ, ալարկոտ, բան տղամարդիկ, չէ, իրանք ասում են, իրենք կանայք պրոստը չեն հասկացել, էլի, թե այդ ինչ տղամարդիկ են իրանց ազատություն տվել, իմինը տենց ազատություն։ Որ հա ինչ է, ուզում ես ազատելնես, հա գնամ, ազատությունը ո՞րն է, գնա իմ պես տղամարդու պես, գնա աշխատի, քեզ պահի, սենց արա, նենց արա, հա, ու ասենք հարաբերություն։ Իցե կարող է շատ մարդիկ չհամաձայնվեն, ովքեր ոչ ժամանակակից մշակույթի են։ Ես արիական քաղաքականության արժեքային համակարգով եմ ապրում, ու իմ դուրը էդի չի գալիս, ինչ հաշակում քիչ դրամար գտնում են նստում են սուրջումելու ամեն մեկը վճարում է իր համար։ Նա մեջ մեկ չկա սառնություն կա։ Չէ՞, այդ սառնությունը ում կարող է դուք կա։ Երբ որ երկուսն էլ անկախություն են սիրում, չէ՞, բայց օրինակ, եթե մենք վերցնում ենք բնական կանացի բնությունը, ես միշտ ասում եմ պատմышկա, կինը միշտ տեղավորվելու ցանկություն ունի, չէ՞, մարդու թևի տակ, ինքը տեղ է իրան պաշտպանված, հա, ու մեկ էլ տղամարդը իր այդ վարվում է, ոնց որ տղամարդը ու կինն էլ էդի ընդունում է։ Ես միշտ ասում եմ, երբ որ ժամանակակից տղամարդը ինքը կնոջը տվել է ազատություն, կանայք չեն հասկացել, որ ազատության հետ միասին իրան անտերություն տվեցին։ Հասկանում եք։ Հա, այլացնել նրանք ասում են ոչ, ամեն մեկը ունի իր բնությունը։ Եվ կինը ինքը միշտ կարիք ունի հովանավորության, ինքը այդտեղ է որ թուլանում է։ Հասկանում, տեսեք, հենց որ կնոջը պարան տղամարդու դաշտ, բոլոր են ազգերը, որ էդի արեցին, մեռնող ազգեր են, կինը երեխա չի ունենում։ Հա, ինչի, որտեղ ինքը չորանում է։ Որտեղ ինքը չի ոչ մի տղամարդու վրա, ոչ մի վարկյան չի կարող հույս տնկել։ Չէ՞, որտեղ տղամարդիկ կանանց գցել են փողոցները, միտեղ կանանց գցել են փողոցները, մյուստեղ էլ բռնի ուժով գցել են տները։ Ամենտեղ են դժվար, համ այստեղ։ Հա, բայց այստեղ գիտեք ոնց է էլի։ Ասենք ինքը այնքանով է արդարացված, որ այո, աստվածամեժության դարաշրջանում ծնվում են այն կանայք, որոնք իրանք սիրում են լինել ազատ։ Հա, ու դրա համար իրանք ծնվում են այդ տարածքում, որտեղ տղամարդիկ են այդ ազատությունը իրանց տալիս են։ Հիմա այդ կանայք պիտի իրականացնեն իրանց կյանքի ընթացքում, թե ոնց է ոչ այդ ազատությունը իրանց դուր գալի, թե չէ։ Թե մեկը ինչ էլ ուզում աղնի, ամենայն վերջում մի հատ թևի տակալուս, որ թուլանը։ Ասկի իրավնությունը մեկը հաղթում։
Չէ՞, ուրեմն երկրորդը դա է, որ տղամարդը ինքը պետք է կարողանա հոգա ընտանիքի ֆինանսները, չէ՞, երբ որ ասենք տեսեք ադամներին հետևող հայերը, երբ որ իրանք ասում են հայացի ջանքեր կգրուպը թավաքի ախրեց սոված է ծի ողջում ես իսմիջի կասպաչի բանը, այդ գիրքը 2 տարում բրծնում է, տակը մնում է այդ խնդիրները, հետո գալիս են ասում են մամա ջան, պապա ջան, давайте հիմա մեզի օգնեք, պահեք մինչև ձեր վերջի շունչը, հա? Ու պապիկը ինքը մինչև 85 տարեկան, 90 տարեկան աշխատում է, որ իր աղջկա տունը պահի, բաներ չէ սկսվում, ասկեն ինքը իր կրքի հետևանքը, այդ հետևանքի տակից ուրիշներն են, չէ, դուրս գալի, չէ, հասկանում եք, ինքը լավ շրջապատություն չի էլի, այդ են, որտեղ ամեն ինչը կրքի հիմքի վրա է, հաջորդը, չէ, դա նա է, որ այսա ինքը շատ հետաքրքիր որակ է, ինքը ասում է, եթե մարդը ինքը մտային որակավորում ունի հարաբերություններ կառուցելու, ու այս պունկտը մենք հաջորդ անգամ առանցին կնայենք, ինչա դա նշանակում է, երբ որ մարդը ինքը մտային ունակություն ունի հարաբերություններ կառուցելու, հա, որտեղ ընտանիքը դա հարատև հարաբերություններ է։ Տեսեք, կրքի և տգիտության հիմքի վրա մարդը ինքը ուրիշ կարծինքա է իրան կաֆի մեջ տալու, էլի թե ընտանիքը այդ ինչ է։ Դրա համար երբ որ ինքը բախվում է իրականության հետ, մի ամիս հետո ասում են բաժանվում ենք, 2 ամիս հետո ասում են բաժանվում ենք, 2 տարի հետո ասում են բաժանվում ենք, բաժանվել գաղափարն է մտնում, չէ՞, ու այստեղ այդքան պարզ հարց չի, որտեղ մենք տեսնում ենք, որ քրիստոնեությունն էլ, մուսուլմանությունն էլ ինքը շատ երկար դարեր շարունակ չի ընդունել ընտանիքը քանդելու իրավունքը, չէ՞, բայց երբ որ չկա հարաբերություններ պահպանելու այդ ունակությունը, չէ՞, հարաբերությունները իրանք այնպիսի դժոխքի են վերածվում, որ մարդը երբ որ կողքից նայում է, հասկանում է, որ հա, սրանց պետք է իրավունք կա, որ բաժանվեն։ Այսինքն փակուղիներ կա, չէ՞, որտեղ մտցնում է տգիտությունը և գիրքը, հա, և երբ որ մենք աստվածամեջության դարաշրջանում կրոնականություն ենք ընդունում, ինքը մեզ տանում է դեպի առաքինության դաշտ, որ մենք այդ տուպիկների մեջից կարողանանք դուրս գալ։ Եվ այդտեղ ինքը շատ հետաքրքիր, շատ բազմազան ուղիներ կա, որը մենք փորձենք քննարկել։